Երբ անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Կարեն Դեմիրճյանի տուն հոկտեմբերի 28-ին, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր այնտեղ։ Դերձակի անձնական օրագրում, որը պահվում էր փակ դարակում, կար գրառում թվագրված հոկտեմբերի 25-ով. «Կոստյումը պատրաստ է։ Վերջին անգամ կրում եմ այն։ Գիտեմ, որ այս շաբաթը կլինի վերջինը»։ Բայց ինչպես կարող էր խորհրդարանի նախագահը իմանալ, որ 2 օր անց կտեղի ունենա այն, ինչ ողջ Հայաստանը կանվանի ազգային ողբերգություն։ Ո՞վ էր նախազգուշացրել նրան։ Եվ ավելի կարևոր, ինչու էր նա ընտրել ոչ թե փախչել, այլ գնալ դեպի իր վախճանը, հագած կոստյում, որը նրա անձնական դերձակը կարել էր հատուկ այդ օրվա համար։ Կարեն Դեմիրճյանի անձնական դերձակ Արամ Խաչատրյանը 25 տարի լռել է։ Նա չի խոսել լրագրողների հետ, չի տվել հարցազրույցներ, չի պատասխանել անգամ իր ընտանիքի անդամների հարցերին։ Բայց 3 ամիս առաջ, երբ նրան ախտորոշեցին անբուժելի հիվանդություն, նա որոշեց խոսել։ Այն, ինչ նա պատմեց իր վերջին ցուցմունքներում, փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք հոկտեմբերի 27-ի մասին։ Դերձակը պահպանել է գաղտնիքներ, որոնք կարող էին փրկել Դեմիրճյանի կյանքը։ Նա տեսել է փաստաթղթեր, որոնք երբեք չեն հասել քննիչների ձեռքը։ Եվ նա գիտի, թե ով էր իրականում պատվիրել այն կոստյումը, որը Կարեն Դեմիրճյանը հագել էր իր կյանքի վերջին օրը։ Հոկտեմբերի 18-ին, 9 օր մինչ ողբերգությունը, Կարեն Դեմիրճյանը զանգահարեց իր անձնական դերձակին։ Զանգը եկավ երեկոյան ժամը 11-ին, ժամանակ, երբ խորհրդարանի նախագահը սովորաբար երբեք չէր անհանգստացնում իր աշխատակիցներին անձնական հարցերով։ «Արամ, ինձ անհրաժեշտ է կոստյում», ասաց Դեմիրճյանը, եւ դերձակը նկատեց, որ նրա ձայնը տարօրինակ հանգիստ էր, գրեթե հրաժեշտական։ «Բայց պարոն նախագահ, ձեզ մոտ արդեն կա 3 կոստյում», պատասխանեց Խաչատրյանը։ Դեմիրճյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց մի բան, որը դերձակը երբեք չէր մոռանա. «Այդ կոստյումները սովորական օրերի համար են։ Ինձ պետք է հատուկ կոստյում, հատուկ օրվա համար։ Այնպիսի օր, որը մարդ ապրում է միայն մեկ անգամ»։ Ինչ նշանակում էր այդ խորհրդավոր արտահայտությունը։ Դերձակը չհարցրեց, բայց նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր։ 25 տարի Կարեն Դեմիրճյանի հագուստները կարելուց հետո Արամ Խաչատրյանը սովորել էր կարդալ իր հաճախորդի տրամադրությունը ոչ թե խոսքերից, այլ ինտոնացիայից, դադարներից, ընտրած բառերից։ Եվ այդ երեկո նա լսեց մի բան, ինչ նախկինում երբեք չէր լսել Դեմիրճյանի ձայնում՝ հաշտություն իր ճակատագրի հետ։ Խորհրդարանի նախագահը խոսում էր այնպես, ինչպես խոսում է մարդը, ով արդեն ընդունել է անխուսափելին։ Բայց ինչ անխուսափելի բան կարող էր սպասել երկրի ամենահզոր մարդուն, ում անունը արտասանում էին հարգանքով ամբողջ Հայաստանում։ Հաջորդ առավոտ Արամ Խաչատրյանը ժամանեց Դեմիրճյանի տուն, չափելու համար նոր կոստյումի չափերը։ Նա սպասում էր տեսնել խորհրդարանի նախագահին սովորական աշխատանքային տրամադրությամբ, փաստաթղթերով շրջապատված, հեռախոսազանգերին պատասխանող, հանդիպումներ պլանավորող։ Բայց փոխարենը նա գտավ Դեմիրճյանին նստած իր աշխատասենյակում, պատուհանից դուրս նայող, լուռ եւ խորհրդածու։ Սեղանին ընկած էին հին լուսանկարներ Դեմիրճյանի երիտասարդության տարիներից, նրա ընտանիքից, նրա քաղաքական կարիերայի սկզբից։ Դերձակը երբեք նախկինում չէր տեսել, որ խորհրդարանի նախագահը նայի հին լուսանկարների, կարծես թե հրաժեշտ տալիս անցյալին։ «Արամ», ասաց Դեմիրճյանը, չդառնալով դերձակի կողմը, երբ մարդը գիտի, որ մոտենում է վերջը, նա սկսում է տեսնել իր կյանքը այլ կերպ։ Յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր զոհաբերություն ձեռք է բերում նոր իմաստ։ Դերձակը սառեց։ Նա ուզում էր հարցնել, թե ինչ է նշանակում այս խոսքը, բայց Դեմիրճյանը շարունակեց, կարծես խոսելով ինքն իր հետ. «Գիտես, Արամ, ինչու եմ ես ուզում կոստյում։ Ոչ թե որովհետև գույնը սկո գույնն է, այլ որովհետև ս պատասխանատվության գույնն է։ Երբ մարդը հագնում ես, նա ասում է աշխարհին, ես պատրաստ եմ կրել իմ ընտրության հետանքները։ Ես պատրաստ եմ կանգնել իմ սկզբունքների համար, անկախ գնից»։ Խաչատրյանը չհասկացավ այդ պահին, բայց հետագայում, երբ նա տեսավ հեռուստացույցով այն ահավոր կադրերը հոկտեմբերի 27-ից, նա հիշեց այս խոսքերը եւ հասկացավ՝ Կարեն Դեմիրճյանը գիտեր։ Նա գիտեր, որ գնում է դեպի իր մահը, բայց ընտրել էր գնալ հագած կոստյում, որը խորհրդանշում էր նրա պատրաստակամությունը զոհվել իր համոզմունքների համար։ Բայց ինչպես կարող էր նա իմանալ։ Ո՞վ էր նախազգուշացրել նրան։ Դերձակը սկսեց հիշել մանրամասները, փոքր նշաններ, որոնք այդ պահին թվացել էին անկարևոր, բայց հիմա ձեռք էին բերում սարսափելի իմաստ։
Հոկտեմբերի 19-ը, երբ նա եկավ առաջին փորձի համար, Դեմիրճյանի աշխատասենյակում կար մի անծանոթ մարդ, բարակ, նյարդային, մուգ ակնոցներով։ Երբ դերձակը մտավ, այդ մարդը արագ հավաքեց սեղանին ընկած փաստաթղթերը և դուրս եկավ, առանց ողջույնի, առանց բացատրության։ Դեմիրճյանը ոչինչ չբացատրեց, բայց դերձակը նկատեց, որ խորհրդարանի նախագահի ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա բռնում էր կոստյումի կտորը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ փաստաթղթեր էր նա բերել Դեմիրճյանին։ Եվ ինչու էր այդ հանդիպումից հետո խորհրդարանի նախագահը դարձել այդքան լուռ և խորհրդածու։ Հոկտեմբերի 20-րդին, 7 օր մինչ ողբերգությունը, Արամ Խաչատրյանը բերեց կիսապատրաստ կոստյումը, վերջին ճշգրտումների համար։ Դեմիրճյանը փորձեց այն և կանգնեց հայելու առջև, երկար անշարժ, կարծես տեսնելով ոչ թե իր արտացոլանքը, այլ ինչ-որ այլ բան, ինչ-որ տեսիլք, որը միայն նա կարող էր տեսնել։ Կատարյալ է, ասաց նա վերջապես։ Հենց այդպիսին պետք է լիներ։ Դերձակը սկսեց նշել փոքր անկատարությունները, մի կոճակ, որը պետք էր տեղափոխել, մի կարի, որը պետք էր ճշգրտել։ Բայց Դեմիրճյանը ձեռքը դրեց նրա ուսին և ասաց. Արամ, այս կոստյումը կատարյալ է այնպիսին, ինչպիսին կա։ Մի փոխիր ոչինչ։ Ես ուզում եմ, որ այն լինի հենց այդպիսին, պարզ, խիստ, առանց ավելորդ մանրամասների։ Կոստյում, որը խոսում է ինքն իր համար։ Այդ խոսքերում կար ինչ-որ վերջնական, ինչ-որ անդառնալի։ Դերձակը զգաց սառը ցնցում, անցնող իր ողնաշարով։ Նա ուզում էր հարցնել, թե ինչու է Դեմիրճյանը խոսում այսպես, կարծես թե այս կոստյումը նրա վերջին կոստյումն է, կարծես թե նա երբեք այլևս չի հագնի այլ հագուստ։ Բայց նա չհարցրեց։ Փոխարենը նա պարզապես գլուխ տվեց և ասաց, որ կոստյումը կլինի պատրաստ հոկտեմբերի 26-ին։ Դեմիրճյանը ժպտաց, տխուր, հեռավոր ժպիտ։ Շնորհակալ եմ, Արամ։ Դու միշտ եղել ես հավատարիմ։ Հիշիր, երբ ամեն ինչ ավարտվի, երբ մարդիկ կսկսեն հարցեր տալ, պատմիր նրանց ճշմարտությունը։ Պատմիր, որ ես գիտեի։ Պատմիր, որ ես ընտրեցի։ Ինչ նշանակում էր ես գիտեի։ Ինչ նշանակում էր ես ընտրեցի։ Դերձակը դուրս եկավ Դեմիրճյանի տնից, շփոթված, անհանգստացած, լի հարցերով, որոնց պատասխանները նա չգիտեր։ Նա վերադարձավ իր արհեստանոց և ամբողջ գիշեր աշխատեց այդ կոստյումի վրա, յուրաքանչյուր կարի, յուրաքանչյուր կոճակի, յուրաքանչյուր մանրամասնության վրա։ Նա աշխատեց այնպիսի խնամքով, ինչպիսին երբեք նախկինում չէր դրսևորել, կարծես զգալով, որ այս կոստյումը պետք է լինի նրա վարպետության գագաթնակետը, նրա կարիերայի գլուխգործոցը։ Բայց միևնույն ժամանակ նա զգում էր սարսափ, անբացատրելի նախազգացում, որ այս կոստյումը կդառնա ինչ-որ ահավոր բանի մասը, ինչ-որ ողբերգության, որը կփոխի Հայաստանի պատմությունը։ Հոկտեմբերի 26-ին, մեկ օր մինչ ողբերգությունը, Արամ Խաչատրյանը առաքեց պատրաստի կոստյումը Դեմիրճյանի տուն։ Նա չտեսավ խորհրդարանի նախագահին այդ օրը, կոստյումը ընդունեց Դեմիրճյանի անձնական օգնականը, երիտասարդ կին, ով նույնպես թվում էր անհանգիստ և լարված։ Պարոն Դեմիրճյանը ասաց ձեզ շնորհակալություն հայտնել, ասաց նա, և դերձակը նկատեց, որ նրա աչքերը կարմիր էին, կարծես նա լացել էր։ Նա ասաց, որ դուք կատարել եք գերազանց աշխատանք։ Նա ասաց, որ այս կոստյումը կմնա պատմության մեջ։ Այդ խոսքերը հնչեցին տարօրինակ, գրեթե մարգարեական։ Ինչու էր կոստյումը պետք է մնար պատմության մեջ։ Ինչ էր պատրաստվում անել Դեմիրճյանը, որ այդ սովորական կոստյումը դառնար պատմական նշանակություն ունեցող։ Այդ երեկո Արամ Խաչատրյանը չկարողացավ քնել։ Նա պառկած էր իր անկողնում, աչքերը բաց, սիրտը արագ բաբախող, մտքերը պտտվող անվերջ շրջանում։ Նա հիշում էր Դեմիրճյանի յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր դադարը վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Եվ հանկարծ նա հասկացավ, խորհրդարանի նախագահը հրաժեշտ էր տալիս։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, յուրաքանչյուր խոսքի մեջ, յուրաքանչյուր ժեստի մեջ կար հրաժեշտի նշույլ։ Դեմիրճյանը պատրաստվում էր ինչ-որ բանի, ինչ-որ վերջնական քայլի, ինչ-որ զոհաբերության, որը պահանջում էր նրա կյանքը։ Բայց ինչու՞։ Ինչ կարող էր լինել այնքան կարևոր, որ երկրի ամենահզոր մարդը պատրաստ էր զոհել իր կյանքը։ Ինչ գաղտնիք էր նա պահպանում։ Եվ ով էր այն մարդը մուգ ակնոցներով, ով բերել էր նրան այն սարսափելի լուրը, որը ստիպել էր նրան պատվիրել իր վերջին կոստյումը։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Արամ Խաչատրյանը արթնացավ վաղ, ժամը 6-ին։ Նա միացրեց հեռուստացույցը և տեսավ սովորական լուրեր, քաղաքական բանավեճեր, տնտեսական զեկույցներ, եղանակի կանխատեսում։ Ամեն ինչ թվում էր նորմալ, սովորական, առօրյա։
Բայց դերձակը չկարողացավ ազատվել անհանգստության զգացումից, որը սողում էր նրա ներսում։ Նա գիտեր, որ այսօր ինչ-որ բան պետք է տեղի ունենա, ինչ-որ բան սարսափելի, անդառնալի։ Նա մտածեց զանգահարել Դեմիրճյանին, նախազգուշացնել նրան, թեկուզ չգիտեր, ինչից նախազգուշացնել։ Բայց նա չզանգահարեց։ Ինչպես կարող էր նա զանգահարել խորհրդարանի նախագահին եւ ասել, ես զգում եմ, որ ինչ-որ վատ բան պետք է տեղի ունենա։ Դա թվում էր անհեթեթ, անբացատրելի հիմարություն։ Ժամը 3-ն անցած կեսին, երբ Արամ Խաչատրյանը նստած էր իր արհեստանոցում եւ աշխատում էր մեկ այլ հաճախորդի կոստյումի վրա, նրա հեռախոսը զանգեց։ Դա նրա կինն էր, լացող, հիստերիկ, գրեթե անհասկանալի։ Արամ, միացրու հեռուստացույցը։ Արագ։ Խորհրդարանում կրակոցներ են եղել։ Դեմիրճյանը։ Դեմիրճյանը։ Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Դերձակը թողեց հեռախոսը եւ վազեց դեպի հեռուստացույցը։ Էկրանին էին ցույց տալիս խորհրդարանի շենքը, շրջապատված ոստիկանական մեքենաներով, շտապօգնության մեքենաներով, զինված ուժերով։ Լրագրողները խոսում էին արագ, շփոթված, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ հետո նա տեսավ այն կադրերը, որոնք կփոխեին նրա կյանքը ընդմիշտ։ Խորհրդարանի դահլիճից դուրս էին բերում մարմիններ, ծածկված սպիտակ կտորներով։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 8 մարմին։ 8 մարդ, ովքեր այդ առավոտ արթնացել էին, նախաճաշել էին, համբուրել էին իրենց ընտանիքներին եւ գնացել էին աշխատանքի, չգիտենալով, որ երբեք այլևս չեն վերադառնա տուն։ Եվ հետո լրագրողը ասաց անունները. Կարեն Դեմիրճյան, խորհրդարանի նախագահ, Վազգեն Սարգսյան, վարչապետ, Լեոնարդ Պետրոսյան, փոխնախագահ, Հենրիկ Աբրահամյան, փոխնախագահ, Ռուբեն Միրոյան, փոխնախագահ, Միքայել Կոթանյան, նախարար, Արմենակ Արմենակյան, նախարար, Արամ Խաչատրյան, պատգամավոր։ 8 անուն, 8 կյանք, 8 ընտանիք, որոնք այլևս երբեք չեն լինի նույնը։ Դերձակը նստեց հատակին, ոտքերը չկարողանալով պահել նրան։ Նա հիշեց Դեմիրճյանի վերջին խոսքերը, ես գիտեի։ Ես ընտրեցի։ Հիմա այդ խոսքերը ձեռք էին բերում սարսափելի իմաստ։ Կարեն Դեմիրճյանը գիտեր, որ նրան սպանելու են։ Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ը կլինի նրա վերջին օրը։ Եվ նա ընտրել էր գնալ, ընտրել էր չփախչել, ընտրել էր հագնել այդ կոստյումը եւ կանգնել դեմ իր սպանողների։ Բայց ինչու՞։ Ինչու էր նա ընտրել մահը փոխարեն կյանքի։ Ինչ էր նա պաշտպանում։ Ինչ գաղտնիք էր նա տանում իր հետ գերեզման։ Հաջորդ օրերին Արամ Խաչատրյանը փորձեց խոսել քննիչների հետ։ Նա պատմեց նրանց Դեմիրճյանի տարօրինակ վարքագծի մասին վերջին 2 շաբաթվա ընթացքում, այն մարդու մասին մուգ ակնոցներով, խորհրդավոր խոսքերի մասին։ Բայց քննիչները չէին հետաքրքրված։ Նրանք արդեն ունեին իրենց տարբերակը, մենակ հրաձգող, ով գործել էր անկախ, առանց օգնականների, առանց պատվիրատուների։ Նրանք չէին ուզում լսել տարբերակներ, որոնք կբարդացնեին գործը, որոնք կբացեին նոր հարցեր, որոնք կհանգեցնեին վտանգավոր ուղղություններով։ Պարոն Խաչատրյան, ասաց մի քննիչ, մենք հասկանում ենք ձեր ցավը։ Բայց դուք պարզապես դերձակ եք։ Դուք չեք կարող իմանալ քաղաքական խաղերի մասին։ Թողեք մեզ անել մեր աշխատանքը։ Բայց դերձակը չկարողացավ թողնել։ Նա սկսեց իր սեփական հետաքննությունը, խոսելով Դեմիրճյանի այլ աշխատակիցների հետ, փորձելով գտնել այն մարդուն մուգ ակնոցներով, փնտրելով պատասխաններ հարցերի, որոնք տանջում էին նրան։ Եվ հանկարծ նա սկսեց ստանալ սպառնալիքներ։ Անանուն հեռախոսազանգեր գիշերվա մեջ։ Տարօրինակ մարդիկ, ովքեր հետևում էին նրան փողոցում։ Նամակ, որը թողնված էր նրա դռան տակ, դադարեցրու հարցեր տալը, եթե ուզում ես ապրել։ Դերձակը վախեցավ։ Նա հասկացավ, որ նա մոտենում էր ինչ-որ վտանգավոր ճշմարտության, ինչ-որ գաղտնիքի, որը հզոր մարդիկ ուզում էին պահել թաքնված։ Եվ նա որոշեց լռել։ Նա որոշեց պահել իր գիտելիքները ինքն իր մոտ, սպասել ճիշտ պահին, երբ նա կարող էր անվտանգ խոսել։ 25 տարի անցավ։ 25 տարի լռության, 25 տարի գաղտնիքների, 25 տարի տանջանքի։ Արամ Խաչատրյանը շարունակեց աշխատել որպես դերձակ, շարունակեց կարել կոստյումներ, շարունակեց ապրել իր սովորական կյանքը։
Բայց ամեն օր նա հիշում էր Կարեն Դեմիրճյանին, հիշում էր այդ կոստյումը, հիշում էր այն խոսքերը, պատմիր նրանց ճշմարտությունը։ Եվ ամեն օր նա զգում էր մեղք, որ չէր կատարել Դեմիրճյանի վերջին խնդրանքը, որ չէր պատմել ճշմարտությունը, որ թույլ էր տվել, որ սուտը դառնա պաշտոնական տարբերակ։ Բայց նա վախենում էր։ Նա վախենում էր իր կյանքի համար, իր ընտանիքի համար, իր երեխաների համար։ Եվ այդպես նա լռեց տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ։ Բայց 3 ամիս առաջ ամեն ինչ փոխվեց։ Արամ Խաչատրյանին ախտորոշեցին անբուժելի հիվանդություն, քաղցկեղ, որը արդեն տարածվել էր նրա ողջ մարմնով։ Բժիշկները տվեցին նրան 6 ամիս, գուցե 1 տարի, եթե նա ունենար բախտ։ Եվ հանկարծ դերձակը հասկացավ, որ նա այլևս ոչինչ չունի կորցնելու։ Սպառնալիքները այլևս նշանակություն չունեին։ Վախը այլևս իմաստ չուներ։ Նա մեռնում էր, եւ նա ուզում էր մեռնել, իմանալով, որ վերջապես կատարել է Դեմիրճյանի վերջին խնդրանքը։ Նա ուզում էր պատմել ճշմարտությունը, անկախ հետևանքներից, անկախ վտանգից, անկախ այն բանից, թե ով կհավատար եւ ով ոչ։ Նա սկսեց գրել։ Նա գրեց ամեն ինչ, ինչ հիշում էր, յուրաքանչյուր հանդիպում Դեմիրճյանի հետ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր մանրամասն։ Նա գրեց այն մարդու մասին մուգ ակնոցներով, գրեց խորհրդավոր հեռախոսազանգերի մասին, գրեց սպառնալիքների մասին, որոնք ստիպել էին նրան լռել 25 տարի։ Եվ նա գրեց իր տեսություն, որը բացատրում էր, թե ինչու էր Կարեն Դեմիրճյանը գիտեր իր մահվան մասին, ինչու էր նա ընտրել չփախչել, ինչու էր նա հագել այդ կոստյումը իր վերջին օրը։ Դա էր տեսություն, որը, եթե ճիշտ էր, կփոխեր ամեն ինչ, ինչ Հայաստանը կարծում էր, որ գիտեր հոկտեմբերի 27-ի մասին։ Բայց նախքան մենք պատմենք այդ տեսությունը, մենք պետք է վերադառնանք անցյալ։ Մենք պետք է հասկանանք, թե ով էր Կարեն Դեմիրճյանը, ինչպես էր նա դարձել Հայաստանի ամենահզոր մարդը, եւ ինչու էին որոշ մարդիկ ուզում նրան մեռած տեսնել։ Որովհետև միայն հասկանալով Դեմիրճյանի անցյալը, մենք կարող ենք հասկանալ նրա ներկան եւ նրա ողբերգական ապագան։ Միայն հասկանալով նրա թշնամիներին, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու էր նա դատապարտված մահվան։ Եվ միայն հասկանալով նրա ընտրությունները, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու էր նա որոշել դիմակայել իր ճակատագրին, հագած կոստյում, որը խորհրդանշում էր նրա պատրաստակամությունը զոհվել իր սկզբունքների համար։ Կարեն Դեմիրճյանը ծնվել էր 1933 թվականին Երևանում, մի ընտանիքում, որը ապրել էր Հայաստանի բոլոր ողբերգություններն ու փառքերը։ Նրա պապը եղել էր Մեծ Եղեռնի վերապրող, փախած Թուրքիայից 1915 թվականին, կորցրած իր ողջ ընտանիքը, հասած Երևան, միայն իր հագուստներով եւ հիշողություններով։ Նրա հայրը եղել էր Կարմիր բանակի սպա, կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմում, վերադարձել տուն մեդալներով ծածկված, բայց հոգով կոտրված։ Եվ Կարենը մեծացել էր այս պատմությունների մեջ, պատմություններ զոհաբերության մասին, դիմադրության մասին, վերապրման մասին։ Նա սովորել էր, որ կյանքը երբեմն պահանջում է ամենամեծ զոհաբերությունը, եւ որ իսկական մարդը պատրաստ է տալ այդ զոհաբերությունը, երբ պահանջվում է։ Երիտասարդ Կարենը եղել է փայլուն ուսանող, ավարտել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ճարտարագետի դիպլոմ, սկսել աշխատել մեծ գործարանում։ Բայց նա երբեք չէր ուզել լինել պարզապես ճարտարագետ։ Նա ուզում էր փոխել Հայաստանը, ուզում էր դարձնել իր երկիրը ավելի ուժեղ, ավելի հարուստ, ավելի անկախ։ Եվ նա հասկացավ, որ դա անելու միակ ճանապարհը քաղաքականությունն էր։ Նա միացավ կոմունիստական կուսակցությանը, ոչ թե որովհետև հավատում էր կոմունիզմին, այլ որովհետև դա էր միակ ճանապարհը իշխանության, միակ ճանապարհը փոփոխության։ Եվ նա սկսեց բարձրանալ կուսակցական սանդուղքով, արագ, վճռական, անողոք։ 1974 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը դարձավ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, նա դարձավ երկրի ամենահզոր մարդը։ Նա վերահսկում էր ամեն ինչ՝ տնտեսությունը, քաղաքականությունը, մշակույթը, լրատվամիջոցները։ Նա որոշում էր, թե ով կստանա աշխատանք, ով կստանա բնակարան, ով կստանա արտոնություններ։ Նա էր Հայաստանի թագավորը, առանց թագի, բայց բացարձակ իշխանությամբ։ Եվ նա օգտագործեց այդ իշխանությունը փոխելու Հայաստանը։ Նա կառուցեց գործարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Նա զարգացրեց գիտությունը, արվեստը, մշակույթը։ Նա դարձրեց Երևանը մի քաղաք, որը կարող էր մրցել Մոսկվայի եւ Լենինգրադի հետ։ Բայց իշխանությունը միշտ գալիս է գնով։ Եվ Դեմիրճյանի դեպքում այդ գինը եղավ կոմպրոմիսները, որոնք նա ստիպված էր անել Մոսկվայի հետ։ Նա պետք է ենթարկվեր Կրեմլի հրամաններին, պետք է կատարեր Սովետական Միության քաղաքականությունը, պետք է լռեր, երբ Մոսկվան ճնշում էր Հայաստանի ազգային շարժումները։
Նա պետք է լիներ Մոսկվայի մարդը Երևանում, Կրեմլի ձայնը Հայաստանում։ Եվ շատերը նրան ատում էին դրա համար։ Շատերը նրան համարում էին դավաճան, համագործակից, Մոսկվայի խաղալիք։ Բայց Դեմիրճյանը գիտեր, որ դա էր միակ ճանապարհը պահպանելու Հայաստանը, միակ ճանապարհը պաշտպանելու իր ժողովրդին սովետական համակարգի ճնշումներից։ 1986 թվականին Սովետական Միությունը սկսեց փլուզվել։ Գորբաչովի պերեստրոյկան և գլասնոստը բացեցին դռները փոփոխությունների, բայց նաև քաոսի։ Հայաստանում սկսվեցին ցույցեր, պահանջելով անկախություն, պահանջելով Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին, պահանջելով Դեմիրճյանի հրաժարականը։ Եվ Մոսկվան, վախենալով կորցնել վերահսկողությունը, որոշեց զոհաբերել Դեմիրճյանին։ 1988 թվականին նրան ստիպեցին հրաժարական տալ, մեղադրելով կոռուպցիայի մեջ, մեղադրելով ազգայնամոլության մեջ, մեղադրելով անկարողության մեջ։ Դեմիրճյանը հեռացավ իշխանությունից, խոնարհված, նվաստացված, մոռացված։ Բայց նա չմնաց մոռացված երկար։ Երբ Հայաստանը դարձավ անկախ 1991 թվականին, երբ երկիրը սկսեց տառապել տնտեսական ճգնաժամից, երբ մարդիկ սկսեցին կորցնել հավատը նոր իշխանություններին, նրանք սկսեցին հիշել Դեմիրճյանին։ Նրանք հիշեցին, թե ինչպես էր նա կառուցել Հայաստանը, ինչպես էր նա դարձրել երկիրը ուժեղ և հարուստ։ Նրանք սկսեցին համեմատել Դեմիրճյանի ժամանակները, երբ կար աշխատանք, կար հաց, կար կարգ, ներկա ժամանակների հետ, երբ կար աղքատություն, կար անկարգություն, կար հուսահատություն։ Եվ նրանք սկսեցին պահանջել Դեմիրճյանի վերադարձը։ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն։ Նա ստեղծեց իր կուսակցությունը, ժողովրդական կուսակցությունը, և մասնակցեց խորհրդարանական ընտրություններին։ Եվ նա հաղթեց, ճնշող մեծամասնությամբ։ Մարդիկ քվեարկեցին նրա օգտին, ոչ թե որովհետև սիրում էին նրան, այլ որովհետև հիշում էին նրան, հիշում էին այն ժամանակները, երբ Հայաստանը եղել էր ուժեղ։ Եվ Դեմիրճյանը դարձավ խորհրդարանի նախագահ, երկրի երկրորդ ամենահզոր մարդը, հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո։ Բայց այս անգամ նրա իշխանությունը եկավ նոր թշնամիներով, նոր վտանգներով, նոր մարտահրավերներով։ Որովհետև Հայաստանը 1999 թվականին չէր նույն երկիրը, ինչ Հայաստանը 1970-ական թվականներին։ Սովետական համակարգը փլուզվել էր, բայց նոր համակարգը դեռ չէր ստեղծվել։ Երկիրը բաժանված էր խմբավորումների միջև՝ հին կոմունիստներ, ովքեր ուզում էին վերադարձնել անցյալը, նոր դեմոկրատներ, ովքեր ուզում էին կառուցել ապագան, օլիգարխներ, ովքեր ուզում էին վերահսկել տնտեսությունը, ազգայնականներ, ովքեր ուզում էին պաշտպանել Հայաստանի անկախությունը։ Եվ Դեմիրճյանը գտնվում էր այս բոլոր խմբավորումների կենտրոնում, փորձելով հավասարակշռել նրանց շահերը, փորձելով պահպանել երկրի կայունությունը, փորձելով կանխել քաղաքացիական պատերազմը։ Բայց կային մարդիկ, ովքեր չէին ուզում հավասարակշռություն։ Կային մարդիկ, ովքեր ուզում էին բացարձակ իշխանություն, ովքեր ուզում էին վերացնել բոլոր մրցակիցներին, ովքեր ուզում էին վերահսկել Հայաստանը առանց միջամտության։ Եվ Կարեն Դեմիրճյանը որպես խորհրդարանի նախագահ, որպես երկրի երկրորդ ամենահզոր մարդը, էր խոչընդոտ նրանց ծրագրերի համար։ Նա էր մարդը, ով կարող էր դիմակայել նրանց, ով կարող էր բացահայտել նրանց կոռուպցիան, ով կարող էր կանգնեցնել նրանց ձեռնարկությունները։ Եվ այդ պատճառով նրանք որոշեցին, որ Դեմիրճյանը պետք է մեռնի։ Բայց ո՞վ էին այդ մարդիկը։ Դերձակ Արամ Խաչատրյանը իր ցուցմունքներում չի տալիս անուններ։ Նա ասում է, որ վախենում է, որ անգամ իր մահվանից հետո նրա ընտանիքը կարող է վտանգի ենթարկվել, եթե նա բացահայտի ճշմարտությունը։ Բայց նա տալիս է հուշումներ, տալիս է մանրամասններ, տալիս է բավականաչափ տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք կազմել պատկերը։ Նա խոսում է հզոր օլիգարխների մասին, ովքեր վերահսկում էին Հայաստանի տնտեսությունը։ Նա խոսում է քաղաքական գործիչների մասին, ովքեր ուզում էին վերացնել խորհրդարանը և ստեղծել նախագահական բացարձակ իշխանություն։ Նա խոսում է օտարերկրյա ուժերի մասին, ովքեր ուզում էին անկայունացնել Հայաստանը և վերահսկել Կովկասը։ Եվ նա խոսում է այն մարդու մասին մուգ ակնոցներով, ով այցելել էր Դեմիրճյանին հոկտեմբերի 19-ը։ Ըստ դերձակի, այդ մարդը եղել է անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա, մարդ, ով ունեցել է մուտք գաղտնի տեղեկություններին, մարդ, ով իմացել է ամեն ինչ, ինչ պլանավորվում էր Հայաստանում։ Եվ այդ մարդը եկել էր նախազգուշացնելու Դեմիրճյանին։ Նա բերել էր փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ պլանավորվում է հարձակում խորհրդարանի վրա։ Նա բացատրել էր, որ հարձակումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանը կլինի լիակազմ նիստում։
Նա ասել էր, որ նպատակը Դեմիրճյանն է, բայց որ կլինեն նաև այլ զոհեր, վարչապետը, փոխնախագահները, նախարարները։ Դեմիրճյանը լսել էր այս նախազգուշացումը եւ հարցրել էր. ինչու է այդ սպան պատմում նրան այս։ Ինչու է նա դավաճանում իր ծառայությանը, դավաճանում իր վերադասներին։ Եվ սպան պատասխանել էր, որովհետև նա չի կարող թույլ տալ, որ Հայաստանը ընկնի քաոսի մեջ։ Որովհետև նա գիտի, որ եթե Դեմիրճյանը սպանվի, երկիրը կմտնի քաղաքացիական պատերազմի, կբաժանվի խմբավորումների միջև, կկորցնի իր անկախությունը։ Եվ նա չի ուզում տեսնել այդ ողբերգությունը։ Նա ուզում է, որ Դեմիրճյանը փախչի, թաքնվի, փրկի իր կյանքը։ Բայց Դեմիրճյանը հրաժարվել է։ Նա ասել է, որ եթե նա փախչի, դա կնշանակի, որ նա վախենում է, որ նա թույլ է, որ նա չարժանի լինել Հայաստանի առաջնորդը։ Նա ասել է, որ նա կգնա խորհրդարան հոկտեմբերի 27-ին, կանգնի դեմ իր սպանողների, կկատարի իր պարտքը մինչև վերջ։ Ինչո՞վ։ Ինչու էր Կարեն Դեմիրճյանը ընտրել մահը փոխարեն կյանքի։ Դերձակը հավատում է, որ նա գիտեր ինչ-որ բան, ինչ մենք չգիտենք։ Նա հավատում է, որ Դեմիրճյանը ունեցել է տեղեկություններ, որոնք ապացուցում էին, որ նրա սպանությունը պլանավորվում էր ամենաբարձր մակարդակներում, որ դա չէր պարզապես մի խմբի գործողություն, այլ համակարգված օպերացիա, որը ներառում էր իշխանության ամենահզոր մարդկանց։ Եվ նա գիտեր, որ եթե նա փախչի, այդ մարդիկը կգտնեն այլ ճանապարհ նրան սպանելու, կգտնեն այլ պատրվակ նրան վերացնելու։ Բայց եթե նա մեռներ հրապարակայնորեն, եթե նա զոհվեր խորհրդարանում, ամբողջ աշխարհի աչքի առաջ, ապա նրա մահը կդառնար խորհրդանիշ, կդառնար զանգ, որը կարթնացներ Հայաստանը։ Դեմիրճյանը հավատում էր, որ նրա զոհաբերությունը կփրկի Հայաստանը։ Նա հավատում էր, որ նրա մահը կբացահայտի ճշմարտությունը, կբացահայտի այն մարդկանց, ովքեր փորձում էին վերահսկել երկիրը, կստիպի ժողովրդին արթնանալ եւ պայքարել իրենց ազատության համար։ Նա հավատում էր, որ նրա կոստյումը, որը խորհրդանշում էր պատասխանատվությունը եւ զոհաբերությունը, կմնա պատմության մեջ որպես հիշեցում, որ իսկական առաջնորդը պատրաստ է տալ իր կյանքը իր ժողովրդի համար։ Եվ այդ պատճառով նա գնաց խորհրդարան հոկտեմբերի 27-ին, գիտենալով, որ նա երբեք այլևս չի վերադառնա տուն, բայց հպարտ, որ նա կատարում է իր վերջին պարտքը։ Բայց արդյոք Դեմիրճյանի զոհաբերությունը փրկեց Հայաստանը։ Արդյոք նրա մահը բացահայտեց ճշմարտությունը։ Արդյոք նրա կոստյումը դարձավ խորհրդանիշ, որը արթնացրեց ժողովրդին։ Դերձակ Արամ Խաչատրյանը չի կարծում այդպես։ Նա հավատում է, որ Դեմիրճյանի մահը ծածկվեց սուտով, որ ճշմարտությունը թաղվեց պաշտոնական տարբերակի տակ, որ իսկական մեղավորները երբեք չպատժվեցին։ Նա հավատում է, որ Դեմիրճյանի զոհաբերությունը եղավ ապարդյուն, որ նրա մահը ոչինչ չփոխեց, որ Հայաստանը շարունակեց ընկնել քաոսի մեջ։ Եվ այդ պատճառով նա որոշեց խոսել 25 տարի անց։ Նա որոշեց պատմել ճշմարտությունը, որպեսզի Դեմիրճյանի զոհաբերությունը չմնա ապարդյուն, որպեսզի նրա հիշատակը չմոռացվի, որպեսզի Հայաստանը վերջապես իմանա, թե ինչ իրականում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Բայց նախքան մենք շարունակենք դերձակի պատմությունը, մենք պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ այդ սարսափելի օրը։ Մենք պետք է վերականգնենք իրադարձությունների հաջորդականությունը, հասկանանք, թե ինչպես էր պլանավորվել հարձակումը, ով էին հարձակվողները եւ ինչու էր այն հաջողվել։ Որովհետև միայն հասկանալով այդ օրվա մանրամասները, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է դերձակը հավատում, որ Դեմիրճյանը գիտեր իր մահվան մասին եւ ինչու է նա ընտրել չփախչել։ Միայն հասկանալով այդ ողբերգությունը, մենք կարող ենք հասկանալ այն գաղտնիքները, որոնք դեռևս թաքնված են, այն հարցերը, որոնց դեռևս չկան պատասխաններ, այն ճշմարտությունը, որը դեռևս սպասում է բացահայտման։ Հոկտեմբերի 27, 1999 թվական։ Երևանի խորհրդարանի շենքում պլանավորված էր կարևոր նիստ, քննարկելու երկրի տնտեսական ճգնաժամը, քննարկելու նոր օրենքներ, քննարկելու Հայաստանի ապագան։ Ներկա էին բոլոր կարևոր քաղաքական գործիչները, Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի նախագահը, Վազգեն Սարգսյանը, վարչապետը, փոխնախագահները, նախարարները, պատգամավորները։ Դահլիճը լի էր մարդկանցով, ավելի քան 200 հոգի, ովքեր սպասում էին նիստի սկսմանը։ Ժամը 3-ն անցած 10 րոպեն նիստը սկսվեց։ Դեմիրճյանը բարձրացավ ամբիոն եւ սկսեց իր ելույթը։ Նա խոսեց Հայաստանի մարտահրավերների մասին, խոսեց անհրաժեշտության մասին, միավորվելու, խոսեց հույսի մասին, ապագայի համար։ Բայց հանկարծ, ժամը 3-ն անցած 20 րոպեին, դահլիճի դռները բացվեցին եւ ներս մտան 5 զինված մարդիկ։ Նրանք կրում էին ավտոմատ զենքեր, նռնակներ, ունեին դիմակներ իրենց դեմքերին։ Նրանք սկսեցին կրակել, առանց նախազգուշացման, առանց պահանջների, առանց բացատրությունների։
Դահլիճը վերածվեց դժոխքի։ Մարդիկ սկսեցին վազել, թաքնվել, աղաղակել։ Կրակոցները հնչում էին անդադար 10 վայրկյան, 20 վայրկյան, 30 վայրկյան։ Եվ հետո լռություն։ Սարսափելի, անբնական լռություն։ Երբ կրակոցները դադարեցին, դահլիճի հատակին ընկած էին 8 մարմիններ։ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի նախագահը, ընկած էր ամբիոնի մոտ, կոստյումը ներկված արյունով։ Վազգեն Սարգսյանը, վարչապետը, ընկած էր իր աթոռի մոտ, դեմքը դեպի հատակ։ Փոխնախագահները, նախարարները, պատգամավորները բոլորը ընկած էին անշարժ, լուռ մեռած։ Հարձակվողները կանգնած էին դահլիճի կենտրոնում, զենքերը դեռևս ձեռքերում, դիմակները դեռևս դեմքերին։ Նրանք չփախան։ Նրանք չփորձեցին փախչել։ Նրանք պարզապես կանգնեցին այնտեղ, սպասելով, կարծես սպասելով ինչ-որ հրամանի, ինչ-որ ազդանշանի, ինչ-որ հաստատման, որ նրանց առաքելությունը կատարված է։ Ո՞վ էին այդ հարձակվողները։ Պաշտոնական տարբերակը ասում է, որ նրանք էին 5 երիտասարդներ, գլխավորված Նաիրի Հունանյանի կողմից, ով պնդում էր, որ նա գործել է անկախ, առանց օգնականների, առանց պատվիրատուների։ Հունանյանը ասաց, որ նա ուզում էր փրկել Հայաստանը կոռումպացված քաղաքական գործիչներից, որ նա ուզում էր վերականգնել արդարությունը, որ նա գործել է իր համոզմունքներից ելնելով։ Բայց շատերը չհավատացին այս տարբերակին։ Շատերը հարցրին, ինչպես կարող էին 5 երիտասարդներ մտնել խորհրդարանի շենք, զենքերով, առանց որ անվտանգության ծառայությունը նկատեր նրանց։ Ինչպես կարող էին նրանք իմանալ, թե երբ է լինելու նիստը, ով է լինելու ներկա, որտեղ են լինելու նրանց թիրախները։ Ինչպես կարող էին նրանք պլանավորել այդ հարձակումը այդքան ճշգրիտ, այդքան արդյունավետ, այդքան մահացու։ Դերձակ Արամ Խաչատրյանը հավատում է, որ Հունանյանը եւ նրա խումբը եղել են միայն գործիքներ, միայն կատարողներ, միայն մարդիկ, ովքեր կատարել են ուրիշների հրամանները։ Նա հավատում է, որ իսկական պատվիրատուները եղել են հզոր մարդիկ, ովքեր մնացել են ստվերում, ովքեր երբեք չեն ձերբակալվել, ովքեր շարունակել են վերահսկել Հայաստանը նույնիսկ Դեմիրճյանի մահից հետո։ Եվ նա հավատում է, որ Դեմիրճյանը գիտեր այս մարդկանց անունները, գիտեր նրանց ծրագրերը, գիտեր, որ նրանք երբեք չեն թույլ տա, որ նա ապրի։ Այդ պատճառով նա ընտրել էր չփախչել, այլ դիմակայել իր ճակատագրին, հագած այդ կոստյումը, որը խորհրդանշում էր նրա պատրաստակամությունը զոհվել իր սկզբունքների համար։ Բայց եթե դերձակը ճիշտ է, եթե Դեմիրճյանը իսկապես գիտեր իր սպանողների անունները, ինչու էր նա չբացահայտել նրանց։ Ինչու էր նա չպատմել ժողովրդին, չնախազգուշացրել իշխանություններին, չփորձել կանխել ողբերգությունը։ Դերձակը հավատում է, որ Դեմիրճյանը փորձել է։ Նա հավատում է, որ խորհրդարանի նախագահը խոսել է նախագահ Քոչարյանի հետ, խոսել է անվտանգության ծառայության ղեկավարների հետ, խոսել է իր մտերիմների հետ։ Բայց ոչ ոք չլսեց նրան։ Ոչ ոք չհավատաց նրան։ Կամ, ավելի վատ, ոմանք գիտեին, բայց ընտրեցին ոչինչ չանել, որովհետև նրանք ինքնին էին մասը այդ ծրագրի։ Եվ Դեմիրճյանը հասկացավ, որ նա մենակ է, որ նա չունի դաշնակիցներ, որ նա չի կարող փախչել իր ճակատագրից։ Այդ պատճառով նա պատվիրեց այդ կոստյումը։ Այդ պատճառով նա ասաց դերձակին, այս կոստյումը կմնա պատմության մեջ։ Այդ պատճառով նա գնաց խորհրդարան հոկտեմբերի 27-ին, գիտենալով, որ նա երբեք այլևս չի վերադառնա տուն։ Նա ուզում էր, որ նրա մահը լիներ խորհրդանիշ, լիներ ազդանշան, լիներ զանգ, որը կարթնացներ Հայաստանը։ Նա ուզում էր, որ մարդիկը տեսնեին նրան ընկած դահլիճի հատակին, հագած այդ կոստյումը, եւ հասկանային, որ նա զոհվել է իրենց համար, որ նա տվել է իր կյանքը, որպեսզի նրանք իմանային ճշմարտությունը։ Նա ուզում էր, որ նրա կոստյումը դառնար հիշեցում, որ իսկական առաջնորդը երբեք չի հրաժարվում իր սկզբունքներից, անկախ գնից։ Բայց արդյոք մարդիկը հասկացան այդ ազդանշանը։ Արդյոք նրանք տեսան այդ խորհրդանիշը։ Արդյոք նրանք արթնացան այդ զանգից։ Դերձակ Արամ Խաչատրյանը չի կարծում այդպես։ Նա հավատում է, որ Դեմիրճյանի զոհաբերությունը մոռացվեց, որ նրա ազդանշանը անտեսվեց, որ նրա խորհրդանիշը կորավ պաշտոնական տարբերակի ստվերում։ Նա հավատում է, որ Հայաստանը շարունակեց քնել, շարունակեց չտեսնել ճշմարտությունը, շարունակեց ապրել սուտի մեջ։ Եվ այդ պատճառով նա որոշեց խոսել 25 տարի անց։ Նա որոշեց պատմել այն, ինչ տեսել է, այն, ինչ լսել է, այն, ինչ գիտի։ Նա որոշեց բացահայտել գաղտնիքները, որոնք պահել է 25 տարի, գաղտնիքները, որոնք կարող են փոխել ամեն ինչ, ինչ մենք կարծում ենք, որ գիտենք հոկտեմբերի 27-ի մասին։ Բայց ինչ են այդ գաղտնիքները։ Ինչ է դերձակը գիտում, ինչ մենք չգիտենք։ Ինչ է նա տեսել, ինչ մենք չենք տեսել։
Ինչ է նա լսել, ինչ մենք չենք լսել։ Դա է հարցը, որը տանջում է բոլորին, ովքեր լսել են դերձակի պատմությունը։ Դա է հարցը, որին մենք փորձելու ենք պատասխանել այս ֆիլմում։ Բայց նախքան մենք տանք այդ պատասխանները, մենք պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Դեմիրճյանի մահից հետո։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես էր քննվում գործը, ով էր ձերբակալվել, ինչ էր պաշտոնական տարբերակը, եւ ինչու էին շատերը չհավատում այդ տարբերակին։ Որովհետև միայն հասկանալով քննության մանրամասները, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է դերձակը հավատում, որ ճշմարտությունը ծածկվել է, եւ ինչու է նա որոշել խոսել հիմա։ Հոկտեմբերի 28-ից սկսվեց քննությունը։ Ձերբակալվեցին 5 հարձակվողները, Նաիրի Հունանյանը եւ նրա 4 ընկերները։ Նրանք խոստովանեցին, որ նրանք պատասխանատու են հարձակման համար, բայց պնդեցին, որ նրանք գործել են անկախ, առանց օգնականների, առանց պատվիրատուների։ Հունանյանը ասաց, որ նա ուզում էր փրկել Հայաստանը կոռումպացված քաղաքական գործիչներից, որ նա տեսնում էր Դեմիրճյանին եւ Սարգսյանին որպես երկրի թշնամիներ, որ նա գործել է իր համոզմունքներից ելնելով։ Բայց քննիչները չէին գտնում ապացույցներ, որ Հունանյանը ունեցել է օգնականներ։ Նրանք չէին գտնում ապացույցներ, որ հարձակումը պլանավորվել է ավելի բարձր մակարդակներում։ Նրանք չէին գտնում ապացույցներ, որ կային պատվիրատուներ, ովքեր ֆինանսավորել էին օպերացիան։ Ինչո՞վ։ Ինչու էին քննիչները չգտնում այդ ապացույցները։ Դերձակ Արամ Խաչատրյանը հավատում է, որ դա էր, որովհետև ապացույցները ոչնչացվել էին։ Նա հավատում է, որ անմիջապես հարձակումից հետո, երբ խորհրդարանի շենքը շրջապատվել էր անվտանգության ուժերով, որոշ մարդիկ մտել էին շենք եւ վերցրել էին փաստաթղթեր, վերցրել էին ֆայլեր, վերցրել էին ապացույցներ, որոնք կարող էին կապել հարձակումը հզոր մարդկանց հետ։ Նա հավատում է, որ այդ մարդիկը գործել են արագ, արդյունավետ, մասնագիտորեն, կարծես նրանք գիտեին ճիշտ, թե ինչ են փնտրում, որտեղ են փնտրում, ինչպես են փնտրում։ Եվ նա հավատում է, որ այդ մարդիկը եղել են մասը անվտանգության ծառայության, մասը իշխանության, մասը այն համակարգի, որը ուզում էր ծածկել ճշմարտությունը։ Բայց դերձակը ունի ապացույցներ այս մասին։ Նա տեսել է այդ մարդկանց։ Նա գիտի նրանց անունները։ Նա կարող է ապացուցել իր մեղադրանքները։ Ըստ նրա ցուցմունքների, նա չունի ուղղակի ապացույցներ։ Նա չի տեսել այդ մարդկանց։ Նա չգիտի նրանց անունները։ Բայց նա գիտի ինչ-որ բան, ինչ կարող է լինել նույնքան կարևոր։ Նա գիտի, որ Դեմիրճյանը պահպանում էր անձնական արխիվ, որտեղ նա պահում էր փաստաթղթեր, նամակներ, ձայնագրություններ, որոնք ապացուցում էին կոռուպցիան, ապացուցում էին ապօրինի գործարքները, ապացուցում էին կապերը հանցավոր խմբավորումների հետ։ Եվ այդ արխիվը անհետացել է հոկտեմբերի 27-ից հետո։ Ով վերցրեց այն։ Որտեղ է այն հիմա։ Եվ ինչ է պարունակում այն, որ այդքան կարևոր էր ոչնչացնել այն։ Դերձակը հավատում է, որ այդ արխիվում կային անունները։ Անունները այն մարդկանց, ովքեր պատվիրել էին Դեմիրճյանի սպանությունը։ Անունները այն մարդկանց, ովքեր վերահսկում էին Հայաստանը ստվերից։ Անունները այն մարդկանց, ովքեր շարունակում էին վերահսկել երկիրը նույնիսկ այսօր։ Եվ նա հավատում է, որ Դեմիրճյանը գիտեր, որ այդ արխիվը վտանգի մեջ է, որ այն կվերցվի, որ այն կոչնչացվի։ Այդ պատճառով նա ստեղծել էր պահուստային պատճեն, որը նա թաքցրել էր անվտանգ վայրում, պատճեն, որը նա վստահել էր միայն մեկ մարդու։ Եվ այդ մարդը ըստ դերձակի եղել է այն սպան մուգ ակնոցներով, ով նախազգուշացրել էր Դեմիրճյանին հոկտեմբերի 19։ Ով է այդ սպան։ Որտեղ է նա հիմա։ Եվ ունի նա դեռևս այդ պահուստային պատճենը։ Դերձակը չգիտի։ Նա երբեք չի հանդիպել այդ սպային։ Նա միայն տեսել է նրան մեկ անգամ, հոկտեմբերի 19, երբ նա եկավ Դեմիրճյանի տուն։ Բայց նա հիշում է նրա դեմքը, հիշում է նրա ձայնը, հիշում է նրա աչքերը, աչքեր, որոնք լի էին վախով, բայց նաև վճռականությամբ։ Եվ նա հավատում է, որ այդ սպան դեռևս ապրում է, դեռևս պահպանում է այդ գաղտնիքը, դեռևս սպասում է ճիշտ պահին, բացահայտելու ճշմարտությունը։ Բայց երբ կգա այդ պահը։ Եվ կգա այն երբևէ։ Դա է հարցը, որը տանջում է դերձակին։ Դա է հարցը, որը ստիպել է նրան խոսել 25 տարի անց։ Նա վախենում է, որ եթե նա մեռնի առանց պատմելու իր պատմությունը, ապա Դեմիրճյանի զոհաբերությունը կմնա ապարդյուն։ Նա վախենում է, որ եթե նա լռի, ապա ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։
Նա վախենում է, որ եթե նա չխոսի, ապա այն մարդիկը, ովքեր սպանել են Դեմիրճյանին, կշարունակեն վերահսկել Հայաստանը, կշարունակեն ճնշել ժողովրդին, կշարունակեն ապրել առանց պատժի։ Եվ այդ պատճառով նա որոշեց խոսել։ Այդ պատճառով նա որոշեց պատմել իր պատմությունը, անկախ հետևանքներից, անկախ վտանգից, անկախ այն բանից, թե ով կհավատար եւ ով ոչ։ Բայց ինչ է դերձակի պատմությունը փոխելու։ Ինչ է այն բացահայտելու։ Ինչ է այն ապացուցելու։ Դա է հարցը, որին մենք փորձելու ենք պատասխանել այս ֆիլմի մնացած մասում։ Մենք պատմելու ենք դերձակի ամբողջ պատմությունը, սկսած նրա առաջին հանդիպումից Դեմիրճյանի հետ մինչև նրա վերջին ցուցմունքները։ Մենք բացահայտելու ենք գաղտնիքները, որոնք նա պահել է 25 տարի։ Մենք ցույց կտանք ապացույցները, որոնք նա հավաքել է։ Եվ մենք կպատասխանենք հարցին, որը տանջում է բոլորին, արդյոք Կարեն Դեմիրճյանը իսկապես գիտեր իր մահվան մասին, եւ ինչու էր նա ընտրել չփախչել։ Բայց նախքան մենք շարունակենք, մենք ուզում ենք հարցնել ձեզ, հավատո՞ւմ եք դերձակի պատմությանը։ Կարծո՞ւմ եք, որ Դեմիրճյանը իսկապես գիտեր իր մահվան մասին։ Կարծո՞ւմ եք, որ նա ընտրեց զոհվել իր սկզբունքների համար։ Կամ կարծո՞ւմ եք, որ դա պարզապես տեսություն է, պարզապես պատմություն, պարզապես փորձ տալու իմաստ անիմաստ ողբերգությանը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Պատմեք մեզ, թե ինչ եք կարծում։ Որովհետև այս պատմությունը պատկանում է ոչ թե միայն դերձակին, ոչ թե միայն Դեմիրճյանին, այլ բոլորիս, ովքեր ապրում ենք Հայաստանում, բոլորիս, ովքեր հիշում ենք հոկտեմբերի 27-ը, բոլորիս, ովքեր ուզում ենք իմանալ ճշմարտությունը։ Երբ Արամ Խաչատրյանը վերջին անգամ տեսավ Կարեն Դեմիրճյանին կենդանի, խորհրդարանի նախագահը կանգնած էր իր աշխատասենյակի պատուհանի մոտ, նայում էր Երանի փողոցներին, լուռ, անշարժ, կարծես փորձելով հիշել յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր անկյուն այն քաղաքի, որը նա սիրել էր ամբողջ կյանքում։ Դա էր հոկտեմբերի 26-ի երեկո, 24 ժամ մինչ ողբերգությունը։ Դերձակը բերել էր վերջնական կոստյումը, փաթեթավորված սպիտակ թղթի մեջ, կապված ժապավենով։ Երբ Դեմիրճյանը դարձավ տեսավ փաթեթը, նրա դեմքին երաց ինչ-որ տարօրինակ արտահայտություն, խառնուրդ հպարտության, տխրության հաշտության։ Նա վերցրեց փաթեթը, բացեց այն դանդաղ, զգուշորեն, կարծես բացելով սուրբ մի բան, հանեց կոստյումը։ Նա պահեց այն իր առջ, նայեց դրան երկար, հետո ասաց ինչ-որ բան, որը դերձակը երբեք չէր մոռանա։ Գիտես, Արամ, ինչու են մարդիկ վախենում մահից։ Ոչ թե որովհետև մահը ցավոտ է, այլ որովհետև մահը վերջնական է։ Երբ մարդը մեռնում է, նա այլևս չի կարող ուղղել իր սխալները, չի կարող ավարտել իր գործերը, չի կարող ասել այն խոսքերը, որոնք չասաց։ Բայց երբ մարդը գիտի, որ նա մեռնելու է, երբ նա ունի ժամանակ պատրաստվելու, ապա մահը դառնում է ոչ թե վախ, այլ ազատություն։ Ազատություն, ապրելու վերջին օրերը այնպես, ինչպես ուզում ես, ազատություն, ասելու ճշմարտությունը առանց վախի, ազատություն, դիմակայելու քո ճակատագրին գլուխ բարձր։ Դեմիրճյանը դադարեց, նայեց դերձակին աչքերի մեջ, շարունակեց. Այս կոստյումը իմ ազատության խորհրդանիշն է։ Երբ ես հագնեմ այն վաղը, ես կլինեմ ազատ մարդ, ազատ վախից, ազատ կասկածից, ազատ ափսոսանքից։ Եվ երբ ամեն ինչ ավարտվի, երբ մարդիկ կտեսնեն ինձ այս կոստյումով, նրանք կհասկանան, որ ես ընտրեցի իմ ճակատագիրը, որ ես չվախեցա, որ ես մնացի հավատարիմ իմ սկզբունքներին մինչ վերջ։ Այդ խոսքերը հնչեցին ինչպես կտակ, ինչպես վերջին ցուցում, ինչպես հրաժեշտ։ Դերձակը զգաց, որ նրա աչքերը լցվում են արցունքներով, բայց նա ստիպեց իրեն չլալ։ Նա չուզում էր, որ Դեմիրճյանը տեսներ նրա թուլությունը, տեսներ նրա վախը, տեսներ նրա ցավը։ Փոխարենը նա պարզապես գլուխ տվեց, ասաց. «Պարոն նախագահ, ես պատրաստ եմ կատարել ձեր ցանկացած խնդրանք։ Եթե կա ինչ-որ բան, որ ես կարող եմ անել ձեզ համար, ասացեք միայն»։ Դեմիրճյանը ժպտաց, տխուր, բայց ջերմ ժպիտ։ Դու արդեն արել ես ամենակարևորը, Արամ։ Դու ստեղծել ես այս կոստյում, որը կմնա պատմության մեջ։ Բայց կա մեկ այլ բան, որ ես ուզում եմ խնդրել քեզնից։ Երբ ամեն ինչ ավարտվի, երբ մարդիկ կսկսեն հարցեր տալ, պատմիր նրանց ճշմարտությունը։ Պատմիր, որ ես գիտեի։ Պատմիր, որ ես ընտրեցի։ Պատմիր, որ ես չվախեցա։ Դերձակը ուզում էր հարցնել, ինչից չվախեցավ Դեմիրճյանը, ինչ էր նա ընտրել, ինչ էր նա գիտել։ Բայց նա չհարցրեց։ Նա պարզապես խոստացավ, որ կպատմի ճշմարտությունը, թե այդ պահին նա չգիտեր, թե ինչ ճշմարտություն էր նա պետք է պատմեր։ Դեմիրճյանը մոտեցավ նրան, դրեց ձեռքը նրա ուսին, ասաց. «Շնորհակալ եմ, Արամ։
Շնորհակալ եմ 25 տարվա հավատարմության համար։ Շնորհակալ եմ այս վերջին ծառայության համար։ Դու եղել ես ավելին, քան պարզապես դերձակ։ Դու եղել ես ընկեր, վկա, պահապան իմ գաղտնիքների։ Եվ հիմա ես վստահում եմ քեզ իմ ամենակարևոր գաղտնիքը, որը կբացահայտի ճշմարտությունը հոկտեմբերի 27-ի մասին։ Դեմիրճյանը գնաց դեպի իր սեղանը, բացեց դարակը, հանեց փոքր ծրար, փաթեթավորված շագանակագույն թղթի մեջ, կնքված կարմիր մոմով։ Այս ծրարում կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, թե ով է պատվիրել իմ սպանությունը։ Անուններ, ամսաթվեր, բանկային փոխանցումներ, հեռախոսային գրառումներ։ Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ապացուցելու համար, որ հոկտեմբերի 27-ը չէր պարզապես մի խմբի գործողություն, այլ համակարգված օպերացիա, որը պլանավորվել է ամենաբարձր մակարդակներում։ Դեմիրճյանը պահեց ծրարը իր ձեռքերում, նայեց դրան, հետո տվեց դերձակին։ Ես չեմ կարող պահել այս ծրարը ինձ մոտ։ Նրանք կգտնեն այն, կկորցնեն այն, կոչնչացնեն այն։ Բայց դու կարող ես պահել այն անվտանգ։ Դու կարող ես թաքցնել այն այնտեղ, որտեղ ոչ ոք չի փնտրի։ Եվ երբ ժամանակը գա, երբ Հայաստանը պատրաստ լինի լսելու ճշմարտությունը, դու կբացես այս ծրարը, կցույց տաս աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Դերձակը վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Նա զգաց դրա ծանրությունը, ոչ թե ֆիզիկական ծանրությունը, այլ պատասխանատվության ծանրությունը, որը այն ներկայացնում էր։ Նա նայեց Դեմիրճյանին, հարցրեց. «Բայց ինչու»։ «Ես, պարոն նախագահ»։ «Ինչու»։ «Էկ դուք վստահում ինձ այս գաղտնիքը։ Կան շատ ավելի հզոր մարդիկ, ավելի ազդեցիկ մարդիկ, ովքեր կարող էին պահպանել այս ծրարը»։ Դեմիրճյանը ժպտաց։ «Հենց դրա համար եմ ես վստահում քեզ, Արամ։ Որովհետև դու ոչ հզոր ես, ոչ ազդեցիկ։ Դու պարզապես դերձակ ես, մարդ, ում ոչ ոք չի կասկածի, ում ոչ ոք չի փնտրի, ում ոչ ոք չի սպառնալի։ Դու կարող ես անհետանալ ստվերում, կարող ես ապրել քո սովորական կյանքը, կարող ես սպասել ճիշտ պահին։ Եվ երբ այդ պահը գա, դու կիմանաս։ Դու կզգաս, որ Հայաստանը պատրաստ է։ Եվ այն ժամանակ դու կբացես այս ծրարը, կտաս աշխարհին այն ճշմարտությունը, որը ես չկարողացա տալ։ Դերձակը պահեց ծրարը իր պայուսակում, թաքցրեց այն խորը, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել։ Նա նայեց Դեմիրճյանին, վերջին անգամ տեսավ նրա դեմքին հանգստության արտահայտություն մարդու, ով վերջապես ազատվել է իր բեռից, ով վերջապես կատարել է իր պարտքը, ով վերջապես պատրաստ է դիմակայելու իր ճակատագրին։ «Գնա հիմա, Արամ», ասաց Դեմիրճյանը։ «Գնա, մի նայիր հետ։ Հիշիր քո խոստումը։ Եվ երբ ժամանակը գա, մի վախեցիր պատմել ճշմարտությունը»։ Դերձակը գլուխ տվեց, դարձավ, գնաց դեպի դուռը։ Բայց նախքան դուրս գալը, նա լսեց Դեմիրճյանի վերջին խոսքերը. «Հիշիր, Արամ։ Սկոստյումը ազատության խորհրդանիշն է։ Եվ վաղը ես կլինեմ ազատ մարդ»։ Այդ գիշեր Արամ Խաչատրյանը չքնեց։ Նա պառկած էր իր անկողնում, ծրարը թաքնված իր բարձի տակ, մտքերը պտտվող անվերջ շրջանում։ Նա մտածում էր Դեմիրճյանի խոսքերի մասին, մտածում էր այն պատասխանատվության մասին, որը նա ստանձնել էր, մտածում էր այն վտանգի մասին, որը նա դիմակայելու էր, եթե երբե բացեր այդ ծրարը։ Բայց միևնույն ժամանակ նա զգում էր հպարտություն։ Հպարտություն, որ Կարեն Դեմիրճյանը, Հայաստանի ամենահզոր մարդը, վստահել էր նրան իր ամենակարևոր գաղտնիքը։ Հպարտություն, որ նա ընտրվել էր լինելու այն մարդը, ով կպահպաներ ճշմարտությունը, ով կսպասեր ճիշտ պահին, ով կբացահայտեր այն, ինչ ուրիշները փորձում էին թաքցնել։ Եվ այդ հպարտությունը տվեց նրան ուժ, դիմակայելու այն, ինչ գալու էր։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան դերձակը արթնացավ վաղ, ժամը 5-ին։ Նա միացրեց հեռուստացույցը, տեսավ սովորական լուրեր, ոչինչ անսովոր, ոչինչ սարսափելի, ոչինչ, որը կարող էր նախազգուշացնել այն ողբերգության մասին, որը գալու էր մի քանի ժամ անց։ Նա նախաճաշեց, հագնվեց, գնաց իր արհեստանոց։ Բայց նա չկարողացավ աշխատել։ Նա նստեց իր սեղանի մոտ, ձեռքերը դողացող, սիրտը արագ բաբախող, մտքերը լի անհանգստությամբ։ Նա նայեց ժամացույցին, ժամը 8, ժամը 9, ժամը 10։ Յուրաքանչյուր րոպե թվում էր ժամ, յուրաքանչյուր ժամ թվում էր հավերժություն։ Եվ հետո, ժամը 3-ն անցած 20 րոպեին, նրա հեռախոսը զանգեց։ Դա նրա կինն էր, լացող, հիստերիկ, գրեթե անհասկանալի։ «Արամ, միացրու հեռուստացույցը։ Արագ։ Խորհրդարանում կրակոցներ են եղել։ Դեմիրճյանը։ Դեմիրճյանը։
Դերձակը թողեց հեռախոսը, վազեց դեպի հեռուստացույցը։ Էկրանին էին ցույց տալիս խորհրդարանի շենքը, շրջապատված ոստիկանական մեքենաներով, շտապօգնության մեքենաներով, զինված ուժերով։ Լրագրողները խոսում էին արագ, շփոթված, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ հետո նա տեսավ այն կադրերը, որոնք կփոխեին նրա կյանքը ընդմիշտ։ Խորհրդարանի դահլիճից դուրս էին բերում մարմիններ, ծածկված սպիտակ կտորներով։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 8 մարմին։ Եվ հետո լրագրողը ասաց անունները. Կարեն Դեմիրճյան։ Դերձակը նստեց հատակին, ձեռքերը ծածկելով դեմքը, արցունքները հոսելով անվերահսկելի։ Նա գիտեր, որ այս պահը գալու էր, գիտեր, որ Դեմիրճյանը մեռնելու էր, գիտեր, որ նա տեսնելու էր այս սարսափելի կադրերը։ Բայց գիտելը չէր նվազեցնում ցավը, չէր թեթացնում կորուստը, չէր փոխում այն փաստը, որ Հայաստանը կորցրել էր իր ամենամեծ առաջնորդներից մեկին։ Նա հիշեց Դեմիրճյանի վերջին խոսքերը, «Կոստյումը ազատության խորհրդանիշն է։ Եվ վաղը ես կլինեմ ազատ մարդ»։ Հիմա Դեմիրճյանը ազատ էր, ազատ ցավից, ազատ վախից, ազատ այն բեռից, որը նա կրել էր ամբողջ կյանքում։ Բայց Հայաստանը չէր ազատ։ Հայաստանը դեռս գերի էր այն մարդկանց, ովքեր սպանել էին Դեմիրճյանին, դեռս գերի էր սուտին, դեռս գերի էր վախին։ Եվ այդ պահին դերձակը հիշեց ծրարը։ Ծրարը, որը Դեմիրճյանը տվել էր նրան, ծրարը, որը պարունակում էր ճշմարտությունը, ծրարը, որը կարող էր ազատել Հայաստանը։ Նա վազեց դեպի իր տուն, բարձրացավ երկրորդ հարկ, գնաց իր ննջասենյակ, հանեց ծրարը բարձի տակից։ Նա պահեց այն իր ձեռքերում, զգաց դրա ծանրությունը, զգաց այն պատասխանատվությունը, որը այն ներկայացնում էր։ Նա ուզում էր բացել այն, ուզում էր տեսնել, թե ինչ էր ներսում, ուզում էր իմանալ անունները այն մարդկանց, ովքեր սպանել էին Դեմիրճյանին։ Բայց նա չբացեց։ Նա հիշեց Դեմիրճյանի խոսքերը, երբ ժամանակը գա, երբ Հայաստանը պատրաստ լինի լսելու ճշմարտությունը, դու կբացես այս ծրարը։ Եվ նա հասկացավ, որ այդ ժամանակը դեռ չէր եկել։ Հաջորդ օրերին, շաբաթներին, ամիսներին Արամ Խաչատրյանը ապրեց երկու կյանք։ Մի կողմից նա շարունակեց իր սովորական կյանքը, աշխատելով որպես դերձակ, կարելով կոստյումներ, սպասարկելով հաճախորդներին, ապրելով իր ընտանիքի հետ։ Բայց մյուս կողմից նա ապրում էր գաղտնի կյանք, պահպանելով ծրարը, թաքցնելով այն տարբեր վայրերում, փոխելով դրա տեղը ամեն մի քանի ամիսը մեկ, վախենալով, որ ինչ-որ մեկը կգտնի այն, կվերցնի այն, կոչնչացնի այն։ Նա սկսեց նկատել, որ նրան հետում են տարօրինակ մարդիկ փողոցում, ովքեր կանգնում էին նրա տան դիմաց, ովքեր նստում էին նրա արհեստանոցի մոտ, ովքեր նայում էին նրան երկար, ուշադիր, սպառնալի։ Նա սկսեց ստանալ անանուն հեռախոսազանգեր գիշերվա մեջ, երբ ամբողջ տունը քնած էր, երբ միայն նա էր արթուն, երբ միայն նա լսում էր այդ զանգերը։ Մի գիշեր, 3 ամիս անց հոկտեմբերի 27-ից, դերձակը գտավ նամակ, թողնված իր դռան տակ։ Նամակը գրված էր տպագիր տառերով, առանց ստորագրության, առանց հասցեի։ Մենք գիտենք, որ դու ունես ինչ-որ բան, որը մեզ պետք է։ Մենք գիտենք, որ Դեմիրճյանը տվեց քեզ ինչ-որ բան նախքան մեռնելը։ Տուր մեզ այն, մենք կթողնենք քեզ խաղաղության մեջ։ Հրաժարվիր, դու կմեռնես։ Դու ունես 1 շաբաթ որոշելու համար։ Դերձակը կարդաց նամակը 3 անգամ, ապա այրեց այն իր լոգարանում, դիտեց, թե ինչպես է թուղթը վերածվում մոխրի, ինչպես են բառերը անհետանում, ինչպես է սպառնալիքը դառնում ոչինչ։ Բայց նա գիտեր, որ սպառնալիքը իրական էր, որ այն մարդիկը, ովքեր ուղարկել էին այդ նամակը, կատարելու էին իրենց խոստումը, որ նա վտանգի մեջ էր։ Նա պետք է որոշեր, տալ ծրարը, փրկել իր կյանքը, թե պահել ծրարը, ռիսկի ենթարկել ամեն ինչ։ Նա մտածեց իր ընտանիքի մասին, իր կնոջ մասին, իր երեխաների մասին, իր ծնողների մասին։ Նա մտածեց, թե ինչ կլիներ նրանց հետ, եթե նա մեռներ, եթե նա զոհվեր այս գաղտնիքի համար, եթե նա ընտրեր Դեմիրճյանի հիշատակը փոխարեն իր ընտանիքի անվտանգության։ Եվ նա գիտեր, որ նա չէր կարող անել այդ ընտրությունը։ Նա չէր կարող զոհել իր ընտանիքը Դեմիրճյանի գաղտնիքի համար։ Նա չէր կարող լինել հերոս, երբ դա նշանակում էր թողնել իր երեխաներին առանց հոր, թողնել իր կնոջը առանց ամուսնու, թողնել իր ծնողներին առանց որդու։ Եվ այդպես նա որոշեց լռել։ Նա որոշեց թաքցնել ծրարը այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք երբեք չէր գտնի այն, որտեղ այն կմնար անվտանգ տասնամյակներ շարունակ, որտեղ այն կսպասեր այն օրվան, երբ Հայաստանը պատրաստ կլիներ լսելու ճշմարտությունը։ Նա գնաց իր հին տուն, որտեղ նա ծնվել էր, որտեղ նա մեծացել էր, որտեղ նրա ծնողները դեռս ապրում էին։
Նա իջավ նկուղ, մութ, խոնավ, լի հին իրերով, լի հիշողություններով։ Նա գտավ հին սնդուկ, որը պատկանել էր նրա պապին, սնդուկ, որը պահպանել էր նրա ընտանիքի գանձերը տասնամյակներ շարունակ։ Նա բացեց սնդուկը, հանեց հին լուսանկարները, հին նամակները, հին փաստաթղթերը, դրեց ծրարը ներսում, խորը, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել այն։ Հետո նա փակեց սնդուկը, կողպեքեց այն, թաքցրեց բանալին այնտեղ, որտեղ միայն նա գիտեր։ Եվ այդպես ծրարը մնաց այնտեղ 25 տարի, թաքնված նկուղում, մոռացված բոլորի կողմից բացի դերձակից, սպասելով այն օրվան, երբ ճշմարտությունը կբացահայտվեր։ Դերձակը շարունակեց ապրել իր կյանքը, աշխատելով, ծերանալով, տեսնելով, թե ինչպես է Հայաստանը փոխվում, ինչպես են նոր առաջնորդներ գալիս գնում, ինչպես է հոկտեմբերի 27-ը դառնում հեռավոր հիշողություն, դառնում պատմություն, դառնում առասպել։ Բայց նա երբեք չմոռացավ Դեմիրճյանի վերջին խոսքերը, երբ ժամանակը գա, երբ Հայաստանը պատրաստ լինի լսելու ճշմարտությունը, դու կբացես այս ծրարը։ Եվ նա սպասեց այդ ժամանակին, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ, մինչ վերջապես այդ ժամանակը եկավ։ 3 ամիս առաջ, երբ Արամ Խաչատրյանին ախտորոշեցին անբուժելի հիվանդություն, երբ բժիշկները ասացին նրան, որ նա ունի միայն 6 ամիս կյանք, նա հասկացավ, որ ժամանակը եկել է։ Նա հասկացավ, որ նա այլս ոչինչ չունի կորցնելու, որ սպառնալիքները այլս նշանակություն չունեն, որ վախը այլս իմաստ չունի։ Նա հասկացավ, որ եթե նա մեռնի առանց բացահայտելու ճշմարտությունը, ապա Դեմիրճյանի զոհաբերությունը կմնա ապարդյուն, որ այն գաղտնիքը, որը նա պահպանել է 25 տարի, կկորի նրա հետ, որ Հայաստանը երբեք չի իմանա, թե ինչ իրականում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Եվ այդպես նա որոշեց խոսել։ Նա որոշեց վերադառնալ այն հին տուն, վերադառնալ այն նկուղ, վերադառնալ այն սնդուկ, վերցնել այն ծրարը, որը նա թաքցրել էր 25 տարի առաջ։ Բայց երբ նա բացեց սնդուկը, երբ նա փնտրեց ծրարը, նա գտավ ինչ-որ բան, որը նա երբեք չէր սպասում գտնել։ Ծրարը այնտեղ էր, անվնաս, անփոփոխ, ճիշտ այնտեղ, որտեղ նա թողել էր այն 25 տարի առաջ։ Բայց կար նա մեկ այլ բան, նամակ, թաքնված ծրարի տակ, նամակ, որը գրված էր Կարեն Դեմիրճյանի ձեռագրով, նամակ, որը հասցեագրված էր դերձակին։ Ինչպես էր այդ նամակը հայտնվել այնտեղ։ Երբ էր Դեմիրճյանը դրել այն այնտեղ։ Դերձակը չէր հիշում, որ նա տեսել է այդ նամակը, երբ նա թաքցրել էր ծրարը։ Բայց գուցե նա չէր նկատել այն, գուցե այն միշտ եղել է այնտեղ, գուցե Դեմիրճյանը դրել էր այն ծրարի մեջ, դերձակը պարզապես չէր տեսել այն։ Նա բացեց նամակը դողացող ձեռքերով սկսեց կարդալ։ Սիրելի Արամ, եթե դու կարդում ես այս նամակը, ապա դա նշանակում է, որ ես արդեն մեռած եմ, դու վերջապես որոշել ես բացահայտել ճշմարտությունը։ Ես գիտեմ, որ դու վախեցար, գիտեմ, որ դու թաքցրիր ծրարը, գիտեմ, որ դու սպասեցիր 25 տարի։ Եվ ես չեմ մեղադրում քեզ։ Դու արեցիր ճիշտ բանը։ Դու պաշտպանեցիր քո ընտանիքը, պաշտպանեցիր քո կյանքը, պաշտպանեցիր այն, ինչ ամենակարևորն էր։ Բայց հիմա, երբ դու կարդում ես այս նամակը, ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, ոչ թե միայն այն, ինչ պարունակված է ծրարում։ Ճշմարտությունն այն է, որ ես գիտեի իմ մահվան մասին ոչ թե 1 շաբաթ առաջ, այլ 1 տարի առաջ։ Ես գիտեի, որ նրանք պլանավորում են սպանել ինձ, գիտեի, որ նրանք սպասում են ճիշտ պահին, գիտեի, որ ես չեմ կարող փախչել իմ ճակատագրից։ Բայց ես նա գիտեի, որ եթե ես փախչեմ, եթե ես թաքնվեմ, եթե ես հրաժարվեմ իմ պաշտոնից, ապա Հայաստանը կընկնի քաոսի մեջ։ Նրանք կգտնեն մեկ այլ առաջնորդ, ավելի թույլ, ավելի կոռումպացված, ավելի հեշտ վերահսկելի։ Եվ Հայաստանը կկորցնի իր վերջին հույսը, որ մի օր մենք կունենանք իսկական դեմոկրատիա, իսկական ազատություն, իսկական անկախություն։ Այդ պատճառով ես որոշեցի մնալ։ Ես որոշեցի դիմակայել իմ ճակատագրին, որոշեցի զոհվել, եթե անհրաժեշտ է, որոշեցի դառնալ խորհրդանիշ դիմադրության, խորհրդանիշ համարձակության, խորհրդանիշ այն բանի, որ իսկական առաջնորդը երբեք չի հրաժարվում իր սկզբունքներից։ Ես գիտեի, որ իմ մահը կլինի ողբերգություն, բայց ես նա հավատում էի, որ իմ մահը կարող է լինել նա սկիզբ նոր Հայաստանի, սկիզբ նոր դարաշրջանի, սկիզբ այն ժամանակի, երբ ժողովուրդը վերջապես կարթնանա կպայքարի իր ազատության համար։ Բայց ես նա գիտեի, որ իմ մահը կարող է լինել ապարդյուն, եթե ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Այդ պատճառով ես տվեցի քեզ այդ ծրարը։ Այդ պատճառով ես վստահեցի քեզ այդ գաղտնիքը։ Որովհետև ես գիտեի, որ դու կպահպանես այն, կսպասես ճիշտ պահին, կբացահայտես այն, երբ Հայաստանը պատրաստ կլինի լսելու։ Եվ հիմա, երբ դու կարդում ես այս նամակը, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես հպարտ եմ քեզնով։
Հպարտ, որ դու պահպանեցիր քո խոստումը, հպարտ, որ դու սպասեցիր 25 տարի, հպարտ, որ դու վերջապես պատրաստ ես պատմել ճշմարտությունը։ Բայց նախքան դու բացես ծրարը, նախքան դու բացահայտես այն անունները, ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան։ Այն մարդիկը, ովքեր սպանեցին ինձ, ովքեր պատվիրեցին իմ սպանությունը, ովքեր պլանավորեցին այդ ողբերգությունը, նրանք ոչ թե չարագործներ են, ոչ թե հանցագործներ, ոչ թե հրեշներ։ Նրանք պարզապես մարդիկ են, մարդիկ, ովքեր ուզում էին իշխանություն, ովքեր ուզում էին հարստություն, ովքեր ուզում էին վերահսկել Հայաստանը։ Եվ նրանք արեցին այն, ինչ նրանք կարծում էին, որ անհրաժեշտ է, նրանք սպանեցին ինձ, սպանեցին Վազգենին, սպանեցին բոլոր նրանց, ովքեր կանգնած էին նրանց ճանապարհին։ Բայց ես չեմ ուզում, որ դու ատես նրանց։ Ես չեմ ուզում, որ դու վրեժ լուծես նրանցից։ Ես ուզում եմ, որ դու պարզապես պատմես ճշմարտությունը։ Պատմիր Հայաստանին, թե ինչ տեղի ունեցավ։ Պատմիր, թե ովքեր էին պատասխանատու։ Պատմիր, թե ինչու եղավ այդ ողբերգությունը։ Եվ թող Հայաստանը որոշի, թե ինչ անել այդ ճշմարտության հետ։ Թող ժողովուրդը որոշի, թե ինչպես պատժել մեղավորներին։ Թող պատմությունը որոշի, թե ինչպես հիշել այդ օրը։ Բայց դու, Արամ, դու պարզապես պատմիր ճշմարտությունը։ Դա է քո պարտքը։ Դա է քո պատասխանատվությունը։ Դա է քո վերջին ծառայությունը ինձ համար։ Եվ երբ դու պատմես ճշմարտությունը, երբ դու բացահայտես այն անունները, երբ դու ցույց տաս աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ, ես ուզում եմ, որ դու հիշես մի բան։ Հիշիր այն կոստյումը, որը դու կարեցիր ինձ համար։ Հիշիր, որ այդ կոստյումը խորհրդանշում էր ազատությունը, ազատությունը վախից, ազատությունը կասկածից, ազատությունը այն բանից, թե ինչ կմտածեն ուրիշները։ Հիշիր, որ երբ ես հագա այդ կոստյումը, երբ ես գնացի խորհրդարան այդ վերջին օրը, ես էի ազատ մարդ։ Եվ հիմա, երբ դու պատմում ես ճշմարտությունը, դու նույնպես ազատ մարդ ես։ Ազատ այն պարտավորություններից, որոնք ես դրեցի քո վրա։ Ազատ այն գաղտնիքներից, որոնք դու պահպանեցիր 25 տարի։ Ազատ այն վախից, որը քեզ ստիպեց լռել այդքան երկար։ Շնորհակալ եմ, Արամ։ Շնորհակալ եմ քո հավատարմության համար։ Շնորհակալ եմ քո համբերության համար։ Շնորհակալ եմ, որ դու վերջապես պատրաստ ես կատարել քո խոստումը։ Եվ հիշիր, երբ ամեն ինչ ավարտվի, երբ ճշմարտությունը բացահայտվի, երբ Հայաստանը վերջապես իմանա, թե ինչ տեղի ունեցավ, դու կլինես հերոս։ Ոչ թե այն տեսակի հերոս, որի մասին գրում են գրքերում, ոչ թե այն տեսակի հերոս, որի մասին պատմում են պատմություններում, այլ այն տեսակի հերոս, որը պարզապես կատարեց իր պարտքը, որը պարզապես պահպանեց իր խոստումը, որը պարզապես պատմեց ճշմարտությունը։ Եվ դա է ամենակարևորը։ Կարեն Դեմիրճյան։ Դերձակը ավարտեց կարդալ նամակը, նա զգաց, որ նրա աչքերը լցվում են արցունքներով։ Նա պահեց նամակը իր ձեռքերում երկար, կարդաց այն կրկին։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նա կարդում էր Դեմիրճյանի խոսքերը, նա զգում էր ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի պատրաստ կատարելու իր պարտքը։ Նա հասկացավ, որ Դեմիրճյանը ճիշտ էր։ Նա հասկացավ, որ նրա պարտքը ոչ թե վրեժ լուծելն էր, ոչ թե ատելն էր, ոչ թե պատժելն էր։ Նրա պարտքը պարզապես ճշմարտությունը պատմելն էր։ Եվ այդպես նա վերցրեց ծրարը, վերցրեց նամակը, որոշեց խոսել։ Բայց նախքան նա խոսեր, նա պետք է հասկանար, թե ինչ էր պարունակում ծրարը։ Նա պետք է բացեր այն, կարդար այն փաստաթղթերը, տեսներ այն անունները, հասկանար այն ապացույցները։ Եվ այդպես նա նստեց իր սեղանի մոտ, բացեց ծրարը զգուշորեն, սկսեց կարդալ։ Ներսում կային տասնյակ փաստաթղթեր, բանկային փոխանցումներ, հեռախոսային գրառումներ, նամակներ, հուշագրեր։ Յուրաքանչյուր փաստաթուղթ ապացուցում էր մի բան, ապացուցում էր, որ հոկտեմբերի 27-ը չէր պարզապես մի խմբի գործողություն, այլ համակարգված օպերացիա, որը պլանավորվել էր ամիսներ շարունակ, որը ֆինանսավորվել էր հզոր մարդկանց կողմից, որը կատարվել էր մասնագիտական սպանիչների կողմից։ Եվ հետո դերձակը տեսավ անունները։ Անունները այն մարդկանց, ովքեր պատվիրել էին Դեմիրճյանի սպանությունը։ Անունները այն մարդկանց, ովքեր վճարել էին սպանիչներին։ Անունները այն մարդկանց, ովքեր պլանավորել էին օպերացիան։ Եվ այդ անունները ցնցեցին նրան։ Որովհետև դրանք չէին անծանոթ անուններ, չէին անհայտ մարդիկ, չէին հեռավոր գործիչներ։ Դրանք էին անուններ, որոնք բոլորը ճանաչում էին, անուններ, որոնք դեռս իշխանության մեջ էին, անուններ, որոնք դեռս վերահսկում էին Հայաստանը։ Եվ դերձակը հասկացավ, թե ինչու էր Դեմիրճյանը ասել, որ այդ մարդիկը ոչ թե հրեշներ են, այլ պարզապես մարդիկ, ովքեր ուզում էին իշխանություն։
Բայց արդյոք դերձակը պատրաստ էր բացահայտել այդ անունները։ Արդյոք նա պատրաստ էր դիմակայել այն հետանքներին, որոնք կգային այդ բացահայտումից։ Արդյոք նա պատրաստ էր ռիսկի ենթարկել իր կյանքը, իր ընտանիքի կյանքը, իր ապագան։ Նա մտածեց երկար, մտածեց խորը, մտածեց այն բոլոր պատճառների մասին, թե ինչու նա պետք է լռեր, այն բոլոր պատճառների մասին, թե ինչու նա պետք է խոսեր։ Եվ վերջապես նա որոշեց։ Նա որոշեց, որ նա պատրաստ է։ Նա որոշեց, որ նա կխոսի։ Նա որոշեց, որ նա կպատմի ճշմարտությունը, անկախ հետանքներից, անկախ վտանգից, անկախ այն բանից, թե ինչ կլինի նրա հետ։ Որովհետև նա հիշեց Դեմիրճյանի վերջին խոսքերը՝ դու կլինես հերոս։ Ոչ թե այն տեսակի հերոս, որի մասին գրում են գրքերում, այլ այն տեսակի հերոս, որը պարզապես կատարեց իր պարտքը։ Եվ դերձակը ուզում էր լինել այդ տեսակի հերոս։ Նա ուզում էր կատարել իր պարտքը։ Նա ուզում էր պատմել ճշմարտությունը։ Եվ այդպես նա սկսեց գրել։ Նա գրեց ամեն ինչ, ինչ հիշում էր, ամեն ինչ, ինչ տեսել էր, ամեն ինչ, ինչ գիտեր։ Նա գրեց Դեմիրճյանի վերջին օրերի մասին, գրեց այն կոստյումի մասին, գրեց այն ծրարի մասին, գրեց այն անունների մասին։ Եվ երբ նա ավարտեց գրելը, նա գիտեր, որ նա վերջապես կատարել է իր խոստումը։ Նա վերջապես պատմել է ճշմարտությունը։ Բայց արդյոք Հայաստանը պատրաստ է լսելու այդ ճշմարտությունը։ Արդյոք մարդիկը կհավատան դերձակի պատմությանը։ Արդյոք նրանք կընդունեն այն ապացույցները, որոնք նա ցույց է տալիս։ Արդյոք նրանք կպահանջեն արդարություն, կպահանջեն պատիժ, կպահանջեն, որ այն մարդիկը, ովքեր սպանեցին Դեմիրճյանին, վերջապես պատասխան տան իրենց արարքների համար։ Դա է հարցը, որը տանջում է դերձակին։ Դա է հարցը, որին նա չգիտե պատասխանը։ Բայց նա գիտի մի բան, նա կատարել է իր պարտքը։ Նա պատմել է ճշմարտությունը։ Եվ հիմա դա Հայաստանի պարտքն է, որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ։ Եվ այդպես մենք հասանք այս պատմության վերջին մասին։ Մենք լսեցինք դերձակի պատմությունը, լսեցինք Դեմիրճյանի վերջին խոսքերը, տեսանք այն ապացույցները, որոնք նա թողել է։ Բայց դեռ կան հարցեր, որոնց պատասխաններ մենք չունենք։ Դեռ կան գաղտնիքներ, որոնք դեռս թաքնված են։ Դեռ կա ճշմարտություն, որը դեռս սպասում է բացահայտման։ Եվ այդ ճշմարտությունը կախված է մեզնից, ովքեր լսում ենք այս պատմությունը, մեզնից, ովքեր ապրում ենք Հայաստանում, մեզնից, ովքեր ուզում ենք իմանալ, թե ինչ իրականում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Արդյոք մենք պատրաստ ենք լսելու այդ ճշմարտությունը։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունելու այն ապացույցները։ Արդյոք մենք պատրաստ ենք պահանջելու արդարություն։ Դա է հարցը, որը յուրաքանչյուրս պետք է հարցնենք մեզ։ Եվ պատասխանը կորոշի ոչ թե միայն դերձակի ճակատագիրը, ոչ թե միայն Դեմիրճյանի հիշատակը, այլ Հայաստանի ապագան։ Որովհետև եթե մենք ընտրենք լռել, եթե մենք ընտրենք անտեսել ճշմարտությունը, եթե մենք ընտրենք ապրել սուտի մեջ, ապա մենք դատապարտված ենք կրկնելու անցյալի սխալները։ Բայց եթե մենք ընտրենք խոսել, եթե մենք ընտրենք պահանջել ճշմարտությունը, եթե մենք ընտրենք պայքարել արդարության համար, ապա մենք կարող ենք ստեղծել նոր Հայաստան, որտեղ ճշմարտությունը կարևոր է, որտեղ արդարությունը հնարավոր է, որտեղ ազատությունը իրական է։ Եվ այդ է այն, ինչ Կարեն Դեմիրճյանը ուզում էր։ Այդ է այն, ինչի համար նա զոհվեց։ Այդ է այն, ինչի համար նա հագավ այդ կոստյումը գնաց խորհրդարան իր վերջին օրը։ Նա ուզում էր, որ Հայաստանը արթնանա, որ ժողովուրդը պայքարի, որ ճշմարտությունը բացահայտվի։ Եվ հիմա, 25 տարի անց, դերձակը տալիս է մեզ այդ հնարավորությունը։ Նա տալիս է մեզ ապացույցները, տալիս է մեզ անունները, տալիս է մեզ ճշմարտությունը։ Եվ հիմա մեր պարտքն է որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ։ Արդյոք մենք կընդունենք այն։ Արդյոք մենք կպայքարենք դրա համար։ Արդյոք մենք կստեղծենք այն Հայաստանը, որի մասին Դեմիրճյանը երազում էր։ Դա է հարցը, որը յուրաքանչյուրս պետք է պատասխանենք։ Եվ պատասխանը կորոշի մեր ապագան։ Երբ Արամ Խաչատրյանը վերջին անգամ փակեց այն սնդուկը, որտեղ 25 տարի պահվել էր Դեմիրճյանի գաղտնիքը, նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել է նրա ներսում։ Դա չէր պարզապես թեթացում, չէր պարզապես ազատություն բեռից, որը նա կրել էր այդքան երկար։ Դա էր ինչ-որ ավելի խորը, ինչ-որ ավելի հզոր զգացում, որ նա վերջապես դարձել է այն մարդը, ով նա միշտ պետք է լիներ։ Նա վերջապես կատարել էր իր խոստումը Դեմիրճյանին։ Նա վերջապես պատմել էր ճշմարտությունը։ Բայց հիմա սկսվում էր ամենադժվարը՝ սպասելը։
Սպասելը, թե ինչպես կարձագանքի Հայաստանը, ինչպես կընդունի ժողովուրդը, ինչպես կպատասխանեն այն մարդիկը, ովքերի անունները նա բացահայտել էր։ Առաջին օրերին ոչինչ չփոխվեց։ Դերձակը շարունակեց ապրել իր սովորական կյանքը, արթնանում էր առավոտյան, գնում էր իր արհեստանոց, աշխատում էր հաճախորդների կոստյումների վրա։ Բայց նա զգում էր, որ ինչ-որ բան տարբեր է։ Մարդիկ փողոցում նայում էին նրան տարօրինակ, կարծես փորձելով հասկանալ, թե արդյոք սա է այն մարդը, ով խոսել է Դեմիրճյանի մասին, արդյոք սա է այն մարդը, ով պահպանել է գաղտնիքը 25 տարի։ Նրա հաճախորդները սկսեցին հարցեր տալ, զգուշորեն, անուղղակիորեն, կարծես վախենալով նրա պատասխանից։ Իսկապես դուք ճանաչում եք Կարեն Դեմիրճյանին, հարցրեց մի ծեր կին, ով եկել էր պատվիրելու զգեստ իր թոռնիկի հարսանիքի համար։ Իսկապես դուք կարեցիք այն կոստյումը, որը նա հագավ իր վերջին օրը։ Դերձակը գլուխ տվեց լուռ։ Նա չուզում էր խոսել դրա մասին, չուզում էր բացատրել, չուզում էր պաշտպանել իր պատմությունը։ Նա արդեն ասել էր ամեն ինչ, ինչ պետք է ասեր։ Նա արդեն տվել էր ապացույցները, բացահայտել էր անունները, կատարել էր իր պարտքը։ Հիմա դա Հայաստանի պարտքն էր, որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ։ Բայց ծերունին չթողեց նրան խաղաղության մեջ։ Նա մոտեցավ դերձակին, դրեց ձեռքը նրա ուսին, ասաց ինչ-որ բան, որը դերձակը երբեք չէր մոռանա։ Շնորհակալ եմ, ասաց նա, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Շնորհակալ եմ, որ դուք վերջապես պատմեցիք ճշմարտությունը։ Իմ ամուսինը մեռավ հոկտեմբերի 27-ին։ Նա էր այնտեղ, խորհրդարանում, երբ կրակոցները սկսվեցին։ Եվ 25 տարի ես ապրել եմ չգիտենալով, թե ինչու նա մեռավ, ով սպանեց նրան, ինչու պետք է նա զոհվեր։ Բայց հիմա ես գիտեմ։ Եվ դա տալիս է ինձ խաղաղություն։ Այդ խոսքերը հուզեցին դերձակին ավելի, քան նա սպասում էր։ Նա հասկացավ, որ նրա պատմությունը ոչ թե միայն Դեմիրճյանի մասին էր, ոչ թե միայն այն մարդկանց մասին, ովքեր պատվիրել էին սպանությունը։ Դա էր նա այն ընտանիքների մասին, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին, այն մարդկանց մասին, ովքեր ապրել էին 25 տարի, չգիտենալով ճշմարտությունը, այն զոհերի մասին, ովքեր մոռացվել էին պաշտոնական տարբերակի ստվերում։ Եվ նա հասկացավ, որ նրա պարտքը դեռ չէր ավարտվել։ Նա պետք է շարունակեր խոսել, շարունակեր պատմել, շարունակեր պայքարել, մինչ բոլոր ընտանիքները ստանային իրենց պատասխանները, մինչ բոլոր զոհերը ստանային իրենց արդարությունը։ Բայց շուտով դերձակը սկսեց նկատել, որ ոչ բոլորը էին երախտապարտ նրա ճշմարտության համար։ Սկսվեցին սպառնալիքները, նոր սպառնալիքներ, ավելի վտանգավոր, ավելի կոնկրետ։ Անանուն հեռախոսազանգեր գիշերվա մեջ, որտեղ ձայնը մյուս ծայրում ասում էր. «Դու սխալ արեցիր, որ խոսեցիր։ Դու պետք է լռեիր։ Հիմա դու կվճարես գինը»։ Տարօրինակ մարդիկ, ովքեր կանգնում էին նրա տան դիմաց, ժամեր շարունակ, նայում էին նրա պատուհաններին, սպասում էին, թե երբ նա կդուրս գա։ Նամակներ, որոնք թողնվում էին նրա դռան տակ, դու չգիտես, թե ում հետ ես խաղում։ Դու չգիտես, թե որքան հզոր են այն մարդիկը, ովքերի անունները դու բացահայտեցիր։ Նրանք կգտնեն քեզ։ Նրանք կպատժեն քեզ։ Եվ ոչ ոք չի կարող քեզ պաշտպանել։ Դերձակը վախեցավ։ Նա չէր կարող ժխտել դա։ Նա վախեցավ իր կյանքի համար, վախեցավ իր ընտանիքի համար, վախեցավ այն բանի համար, որ նա արել էր սխալ ընտրություն, խոսելով, բացահայտելով, պատմելով ճշմարտությունը։ Բայց մինույն ժամանակ նա հիշեց Դեմիրճյանի խոսքերը, երբ մարդը գիտի, որ նա մեռնելու է, երբ նա ունի ժամանակ պատրաստվելու, ապա մահը դառնում է ոչ թե վախ, այլ ազատություն։ Եվ նա հասկացավ, որ նա արդեն ազատ է։ Նա արդեն կատարել է իր պարտքը։ Նա արդեն պատմել է ճշմարտությունը։ Եվ եթե նրանք ուզում են սպանել նրան դրա համար, ապա թող սպանեն։ Նա չի լռի։ Նա չի հրաժարվի։ Նա չի թաքնվի։ Բայց հետո տեղի ունեցավ ինչ-որ բան, որը դերձակը երբեք չէր սպասում։ Մարդիկ սկսեցին պաշտպանել նրան։ Ոչ թե իշխանությունները, ոչ թե ոստիկանությունը, ոչ թե պաշտոնական կառույցները, այլ սովորական մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին հոկտեմբերի 27-ին, մարդիկ, ովքեր հավատում էին դերձակի պատմությանը, մարդիկ, ովքեր ուզում էին պաշտպանել ճշմարտությունը։ Նրանք սկսեցին հավաքվել դերձակի տան դիմաց, ամեն օր, ամեն գիշեր, պահպանելով նրան, պաշտպանելով նրան, ցույց տալով, որ նա ոչ մենակ է, որ ամբողջ Հայաստանը նրա հետ է, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան վախը։ Եվ հանկարծ դերձակը հասկացավ, որ Դեմիրճյանը ճիշտ էր։ Նրա զոհաբերությունը չէր եղել ապարդյուն։ Նրա մահը չէր եղել անիմաստ։
Նրանց կոստյումը դարձել էր խորհրդանիշ դիմադրության, խորհրդանիշ համարձակության, խորհրդանիշ այն բանի, որ ճշմարտությունը միշտ հաղթում է սուտին, անկախ այն բանից, թե որքան ժամանակ է անցնում, անկախ այն բանից, թե որքան հզոր են նրանք, ովքեր փորձում են թաքցնել այն։ Եվ դերձակը զգաց հպարտություն։ Հպարտություն, որ նա եղել է մասը այդ պատմության, հպարտություն, որ նա պահպանել է Դեմիրճյանի գաղտնիքը, հպարտություն, որ նա վերջապես պատմել է ճշմարտությունը։ Բայց դեռ կար մի բան, որը դերձակը չէր հասկանում։ Դեռ կար մի հարց, որին նա չգիտեր պատասխանը։ Ո՞վ էր այն սպան մուգ ակնոցներով, ով նախազգուշացրել էր Դեմիրճյանին հոկտեմբերի 19-ը։ Որտեղ էր նա հիմա։ Եվ ուներ նա դեռս այն պահուստային պատճենը, որի մասին Դեմիրճյանը խոսել էր իր նամակում։ Դերձակը փորձեց գտնել այդ մարդուն, հարցրեց Դեմիրճյանի հին աշխատակիցներին, հարցրեց անվտանգության ծառայության նախկին սպաներին, հարցրեց բոլորին, ովքեր կարող էին իմանալ ինչ-որ բան։ Բայց ոչ ոք չգիտեր։ Ոչ ոք չհիշում էր այդպիսի մարդու։ Ոչ ոք չէր լսել նրա մասին։ Կարծես այդ սպան երբեք չէր գոյություն ունեցել, կարծես նա եղել էր միայն ուրվական, միայն պատրանք, միայն մի բան, որը դերձակը երակայել էր։ Բայց դերձակը գիտեր, որ այդ սպան իրական էր։ Նա հիշում էր նրա դեմքը, հիշում էր նրա ձայնը, հիշում էր նրա աչքերը, աչքեր, որոնք լի էին վախով, բայց նա վճռականությամբ։ Եվ նա հավատում էր, որ այդ սպան դեռս ապրում էր, դեռս պահպանում էր իր գաղտնիքը, դեռս սպասում էր ճիշտ պահին, բացահայտելու այն, ինչ նա գիտեր։ Բայց երբ կգար այդ պահը։ Եվ կգար այն երբը։ Դերձակը չգիտեր։ Նա միայն կարող էր սպասել, հույս ունենալ, աղոթել, որ մի օր այդ սպան կհայտնվեր, կպատմեր իր պատմությունը, կբացահայտեր այն վերջին գաղտնիքները, որոնք դեռս թաքնված էին։ Եվ հետո 3 շաբաթ անց, երբ դերձակը սկսել էր կորցնել հույսը, երբ նա սկսել էր մտածել, որ այդ սպան երբեք չի հայտնվի, տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ Մի երեկո, երբ դերձակը նստած էր իր տանը մենակ, հոգնած, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին շաբաթներին, նրա դռան զանգը հնչեց։ Նա գնաց բացելու դուռը, տեսավ մի մարդու, բարակ, նյարդային, մուգ ակնոցներով։ Այն նույն մարդը, ում նա տեսել էր 25 տարի առաջ Դեմիրճյանի աշխատասենյակում։ Այն նույն սպան, ով նախազգուշացրել էր Դեմիրճյանին հոկտեմբերի 19-ը։ Դերձակը սառեց։ Նա չէր կարող հավատալ իր աչքերին։ Նա չէր կարող հավատալ, որ այդ մարդը վերջապես հայտնվել էր, որ նա եկել էր նրա մոտ, որ նա պատրաստ էր խոսել։ Սպան մտավ ներս, լուռ, զգուշորեն, կարծես վախենալով, որ ինչ-որ մեկը տեսնի նրան։ Նա նստեց դերձակի սեղանի մոտ, հանեց իր ակնոցները, դերձակը տեսավ նրա աչքերը, աչքեր, որոնք ավելի ծեր էին, ավելի հոգնած, ավելի տառապած, քան նա հիշում էր։ Ես գիտեի, որ դու վերջապես կխոսեիր, ասաց սպան, նրա ձայնը հնչեց ինչպես շշուկ, ինչպես խոստովանություն։ Ես սպասեցի 25 տարի, սպասեցի, որ դու բացես այդ ծրարը, սպասեցի, որ դու պատմես ճշմարտությունը։ Եվ հիմա, երբ դու արեցիր դա, ես պատրաստ եմ պատմել իմ պատմությունը։ Պատմել այն, ինչ ես գիտեմ, այն, ինչ ես տեսել եմ, այն, ինչ ես պահպանել եմ 25 տարի։ Դերձակը նստեց սպայի դիմաց, սիրտը արագ բաբախող, ձեռքերը դողացող։ Նա ուզում էր հարցեր տալ, հարյուրավոր հարցեր, հազարավոր հարցեր։ Բայց նա լռեց։ Նա պարզապես սպասեց, որ սպան սկսի խոսել, սպասեց, որ նա բացահայտի այն գաղտնիքները, որոնք նա պահպանել էր այդքան երկար։ Եվ սպան սկսեց խոսել։ Նա պատմեց իր պատմությունը, պատմություն, որը սկսվել էր 30 տարի առաջ, երբ նա եղել էր երիտասարդ սպա անվտանգության ծառայությունում, երբ նա հավատում էր, որ նա ծառայում է իր երկրին, պաշտպանում է իր ժողովրդին, կատարում է իր պարտքը։ Բայց հետո նա սկսեց տեսնել ճշմարտությունը, տեսնել, թե ինչպես են իշխանությունները օգտագործում անվտանգության ծառայությունը ոչ թե պաշտպանելու ժողովրդին, այլ վերահսկելու նրան, ոչ թե ծառայելու երկրին, այլ ծառայելու իրենց սեփական շահերին։ Եվ հետո եկավ հոկտեմբերի 19, 1999 թվական։ Սպան կանչվեց իր վերադասի մոտ, բարձրաստիճան սպա, ով վերահսկում էր անվտանգության ծառայության ամենագաղտնի օպերացիաները։ Եվ այդ վերադասը պատմեց նրան ինչ-որ բան, որը փոխեց նրա կյանքը ընդմիշտ։ Նա պատմեց, որ պլանավորվում է հարձակում խորհրդարանի վրա, որ թիրախը Կարեն Դեմիրճյանն է, որ օպերացիան հաստատված է ամենաբարձր մակարդակներում, որ անվտանգության ծառայությունը պետք է ապահովի, որ հարձակումը հաջողվի։ Սպան չէր կարող հավատալ այն, ինչ լսում էր։ Նա հարցրեց. ինչու, ով, ինչի համար։ Բայց վերադասը միայն ասաց. դա հրամաններ են։ Դու պետք է կատարես դրանք։
Եթե հրաժարվես, դու կմեռնես։ Բայց սպան չէր կարող կատարել այդ հրամանները։ Նա չէր կարող թույլ տալ, որ Դեմիրճյանը սպանվի, չէր կարող թույլ տալ, որ Հայաստանը ընկնի քաոսի մեջ, չէր կարող թույլ տալ, որ նա դառնա մասը այդ ողբերգության։ Եվ այդպես նա որոշեց դավաճանել։ Նա որոշեց նախազգուշացնել Դեմիրճյանին, որոշեց տալ նրան ապացույցները, որոշեց ցույց տալ նրան, թե ով է պատվիրել սպանությունը, ով է պլանավորել օպերացիան, ով է ֆինանսավորել հարձակումը։ Նա գիտեր, որ դա նշանակում է նրա սեփական մահը, գիտեր, որ նրանք կգտնեն նրան, կպատժեն նրան, կսպանեն նրան։ Բայց նա չէր կարող այլ կերպ անել։ Նա չէր կարող ապրել իր հետ, եթե նա թույլ տար, որ այդ ողբերգությունը տեղի ունենար։ Եվ այդպես նա գնաց Դեմիրճյանի մոտ հոկտեմբերի 19։ Նա բերեց փաստաթղթերը, ցույց տվեց ապացույցները, պատմեց ամեն ինչ, ինչ գիտեր։ Եվ Դեմիրճյանը լսեց նրան, լուռ, ուշադիր, առանց ընդհատելու։ Երբ սպան ավարտեց, Դեմիրճյանը հարցրեց. «Ինչու»։ «Ես դու պատմում ինձ այս»։ «Ինչու»։ «Ես դու դավաճանում քո ծառայությանը»։ Եվ սպան պատասխանեց. «Որովհետ ես չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանը ընկնի քաոսի մեջ։ Որովհետ ես հավատում եմ, որ դուք կարող եք փրկել մեր երկիրը։ Որովհետ ես ուզում եմ, որ դուք փախչեք, թաքնվեք, փրկեք ձեր կյանքը»։ Բայց Դեմիրճյանը ժպտաց, տխուր, բայց հանգիստ ժպիտ։ «Ես չեմ փախչի», ասաց նա։ «Ես կգնամ խորհրդարան հոկտեմբերի 27-ին։ Ես կկանգնեմ դեմ իմ սպանողների։ Ես կկատարեմ իմ պարտքը մինչ վերջ»։ Սպան փորձեց համոզել նրան, փորձեց բացատրել, թե որքան վտանգավոր է դա, որքան անիմաստ է դա։ Բայց Դեմիրճյանը հրաժարվեց լսել։ Փոխարենը նա ասաց սպային ինչ-որ բան, որը սպան երբեք չէր մոռանա։ «Եթե դու իսկապես ուզում ես օգնել ինձ, եթե դու իսկապես ուզում ես փրկել Հայաստանը, ապա արա մի բան ինձ համար։ Վերցրու այս փաստաթղթերը, պահիր դրանք անվտանգ, սպասիր ճիշտ պահին։ Եվ երբ ժամանակը գա, երբ Հայաստանը պատրաստ լինի լսելու ճշմարտությունը, բացահայտիր դրանք։ Ցույց տուր աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Դա է միակ ճանապարհը, որով իմ զոհաբերությունը չի մնա ապարդյուն»։ Եվ սպան համաձայնեց։ Նա վերցրեց փաստաթղթերը, թաքցրեց դրանք, սպասեց։ Սպասեց 25 տարի, մինչ վերջապես դերձակը բացահայտեց ճշմարտությունը, մինչ վերջապես Հայաստանը պատրաստ եղավ լսելու։ Եվ հիմա սպան պատրաստ էր բացահայտել իր գաղտնիքները։ Նա հանեց իր պայուսակից հաստ ծրար, որը նման էր այն ծրարին, որը Դեմիրճյանը տվել էր դերձակին, բայց ավելի մեծ, ավելի ծանր, ավելի լի ապացույցներով։ Այս ծրարում կան բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, թե ով պատվիրեց Դեմիրճյանի սպանությունը, ասաց սպան։ Բանկային փոխանցումներ, հեռախոսային գրառումներ, նամակներ, հուշագրեր։ Բայց կա նա ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը Դեմիրճյանը չգիտեր, ինչ-որ բան, որը ես բացահայտեցի միայն հետո։ Ապացույցներ, որ հոկտեմբերի 27-ը չէր միայն Հայաստանի ներքին գործ։ Դա էր միջազգային օպերացիա, որը ներառում էր օտարերկրյա ուժեր, օտարերկրյա գաղտնի ծառայություններ, օտարերկրյա շահեր։ Դերձակը զարմացավ։ Նա երբեք չէր մտածել, որ հոկտեմբերի 27-ը կարող է լինել ավելին, քան Հայաստանի ներքին քաղաքական պայքար։ Նա երբեք չէր մտածել, որ օտարերկրյա ուժերը կարող են ներգրավված լինել։ Բայց սպան բացատրեց։ Նա պատմեց, թե ինչպես էին որոշ երկրներ ուզում անկայունացնել Հայաստանը, ինչպես էին նրանք ուզում վերահսկել Կովկասը, ինչպես էին նրանք տեսնում Դեմիրճյանին որպես խոչընդոտ իրենց ծրագրերի համար։ Նա պատմեց, թե ինչպես էին նրանք ֆինանսավորում հարձակումը, ինչպես էին նրանք տրամադրում զենքերը, ինչպես էին նրանք ապահովում, որ օպերացիան հաջողվի։ Եվ նա պատմեց, թե ինչպես էին նրանք ծածկում իրենց հետքերը հետո, ինչպես էին նրանք ապահովում, որ ճշմարտությունը երբեք չբացահայտվի, ինչպես էին նրանք շարունակում վերահսկել Հայաստանը նույնիսկ այսօր։ Դերձակը լսեց այս ամենը, ցնցված, անհավատ, փորձելով հասկանալ, թե ինչ նշանակում է այս ամենը։ Եթե սպան ճիշտ էր, եթե հոկտեմբերի 27-ը իսկապես եղել էր միջազգային օպերացիա, ապա դա նշանակում էր, որ ճշմարտությունը ավելի բարդ էր, քան նա երբևէ մտածել էր։ Դա նշանակում էր, որ այն մարդիկը, ովքեր պատասխանատու էին, ավելի հզոր էին, քան նա երբևէ պատկերացրել էր։ Դա նշանակում էր, որ պայքարը ճշմարտության համար ավելի դժվար էր, քան նա երբևէ սպասել էր։ Բայց միևնույն ժամանակ դա նշանակում էր, որ ճշմարտությունը ավելի կարևոր էր, քան երբևէ։
Որովհետև եթե Հայաստանը չիմանար այս ճշմարտությունը, եթե ժողովուրդը չիմանար, թե ինչ իրականում տեղի ունեցավ, ապա նրանք դատապարտված էին կրկնելու նույն սխալները, դատապարտված էին մնալու այն նույն մարդկանց վերահսկողության տակ, դատապարտված էին երբեք չլինելու իսկապես ազատ։ Եվ այդպես դերձակը վերցրեց սպայի ծրարը, միացրեց այն Դեմիրճյանի ծրարին, որոշեց, որ նա պետք է շարունակի պայքարել։ Շարունակի պատմել ճշմարտությունը, շարունակի բացահայտել գաղտնիքները, շարունակի պահանջել արդարություն։ Նա գիտեր, որ դա վտանգավոր էր, գիտեր, որ դա կարող էր արժանալ նրա կյանքը, գիտեր, որ նա դիմակայելու էր հզոր թշնամիների։ Բայց նա գիտեր, որ նա չէր կարող այլ կերպ անել։ Նա չէր կարող դավաճանել Դեմիրճյանի հիշատակին, չէր կարող դավաճանել այն զոհերի հիշատակին, ովքեր մեռել էին հոկտեմբերի 27-ին, չէր կարող դավաճանել Հայաստանին։ Եվ այդպես նա շարունակեց։ Բայց հիմա նա ոչ մենակ էր։ Հիմա նա ուներ սպային, մարդ, ով գիտեր ճշմարտությունը, ով ուներ ապացույցները, ով պատրաստ էր վկայել։ Հիմա նա ուներ այն մարդկանց, ովքեր պաշտպանում էին նրան, մարդիկ, ովքեր հավատում էին նրա պատմությանը, ովքեր ուզում էին արդարություն։ Հիմա նա ուներ Դեմիրճյանի հոգին, հոգի, որը ուղեկցում էր նրան, որը ոգեշնչում էր նրան, որը հիշեցնում էր նրան, թե ինչու նա պայքարում էր։ Եվ այդ բոլորը տվեցին նրան ուժ շարունակելու, պայքարելու, երբեք չհանձնվելու։ Եվ այդպես դերձակը շարունակեց իր պատմությունը։ Նա շարունակեց խոսել, շարունակեց բացահայտել, շարունակեց պահանջել ճշմարտություն։ Եվ հանկարծ ինչ-որ բան սկսեց փոխվել Հայաստանում։ Մարդիկ սկսեցին արթնանալ, սկսեցին հարցեր տալ, սկսեցին պահանջել պատասխաններ։ Լրատվամիջոցները սկսեցին հետաքննել, սկսեցին բացահայտել նոր ապացույցներ, սկսեցին պատմել այն պատմությունները, որոնք նախկինում թաքնված էին։ Իշխանությունները սկսեցին ճնշման տակ գտնվել, սկսեցին պաշտպանվել, սկսեցին կորցնել իրենց վերահսկողությունը։ Եվ դերձակը հասկացավ, որ Դեմիրճյանը ճիշտ էր։ Նրա զոհաբերությունը չէր եղել ապարդյուն։ Նրա մահը չէր եղել անիմաստ։ Նրա կոստյումը դարձել էր խորհրդանիշ, որը արթնացրեց Հայաստանը։ Բայց դեռ կար երկար ճանապարհ անցնելու։ Դեռ կային մարտահրավերներ հաղթահարելու։ Դեռ կային թշնամիներ դիմակայելու։ Եվ դերձակը գիտեր, որ նա չէր տեսնելու վերջը։ Նա գիտեր, որ նրա հիվանդությունը առաջանում էր, որ նրա ժամանակը սպառվում էր, որ նա շուտով մեռնելու էր։ Բայց նա գիտեր, որ նա արել էր ամեն ինչ, ինչ կարող էր անել։ Նա պատմել էր ճշմարտությունը։ Նա բացահայտել էր գաղտնիքները։ Նա կատարել էր իր պարտքը։ Եվ հիմա դա Հայաստանի պարտքն էր շարունակել այն, ինչ նա սկսել էր, շարունակել պայքարել, շարունակել պահանջել արդարություն, մինչ վերջապես ճշմարտությունը հաղթի, մինչ վերջապես արդարությունը տիրի, մինչ վերջապես Հայաստանը դառնա այն երկիրը, որի մասին Դեմիրճյանը երազում էր։ Եվ այդպես դերձակը սպասեց իր վերջին օրերին, խաղաղ, հանգիստ, գիտենալով, որ նա կատարել է իր առաքելությունը։ Նա սպասեց, մինչ վերջապես եկավ այն օրը, երբ նա չէր կարող այլս կանգնել, չէր կարող այլս խոսել, չէր կարող այլս պայքարել։ Եվ այդ օրը նա պառկեց իր անկողնում, շրջապատված իր ընտանիքով, շրջապատված իր ընկերներով, շրջապատված այն մարդկանցով, ովքեր սիրում էին նրան։ Եվ նա փակեց իր աչքերը վերջին անգամ ժպտալով, գիտենալով, որ նա վերջապես ազատ է, վերջապես խաղաղ է, վերջապես միացել է Դեմիրճյանին այն վայրում, որտեղ ճշմարտությունը միշտ հաղթում է, որտեղ արդարությունը միշտ տիրում է, որտեղ կոստյումը միշտ խորհրդանշում է ազատությունը։